Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հակվերդյանի YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին։ Եվ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով։ Ավանդաբար ամեն ամիս ես ներկայացնում եմ գալիք ամսվա կանխատեսումները կենդանակերպերի համար ընդհանուր աստղաբանական վերլուծությունը պարզապես այս անգամ գտնվելով ծննդյանս օրվա կապակցությամբ Խուրգադայում ես չեմ հասցրել ժամանակին այսպես ներկայացնել նոյեմբեր ամսվա կանխատեսումները, բայց այժմ արդեն վերադարձել եմ եւ ամենայն մանրամասնությամբ քիչ անց կներկայացնեմ նոյեմբեր ամսվա կանխատեսումները, ինչ է մեզ սպասվում նոյեմբեր ամսվա ընթացքում։ Ախ, այդ ճակատագրական, ավերիչ, վճռական եւ վճռաբեկ նոյեմբերը։ Նոյեմբերը, սիրելի բարեկամներ, այս տարվա բարդագույն ամիսներից մեկն է, ինչու, որովհետեւ ըստ շինական մետաֆիզիկայորեն աչափությունների ամիսը բախվում է տարվա հետ, այսինքն մենք այժմ ապրում ենք փայտե օծի տարվա ժամանակահատվածում, ինչպես գիտեք, իսկ նոյեմբերը, սիրելի բարեկամներ, լինելու է հրեղեն օծի խոզի ամիս, այսինքն փայտե օծը բախվելու է հրեղեն խոզի հետ։ Եվ իհարկե սա բավականին բարդ բախում է, որը առաջացնում է զանազան բարդություններ, ինչպես անհատական ոլորտում, այսինքն մարդկային կյանքի կտրվածքով, այնպես էլ ռազմաքաղաքական ոլորտում։ Դե ինչպես գիտեք, մշտապես էլ բախման ամիսները շատ լարված են ընթանում եւ առանձնանում են զանազան վթարներով, զանազան արհավիրքներով, բնական կամ մարդածին աղետներով։ Արդեն տեսնում եք, որ դեռ ամիսը չի սկսվել, ես այս վիդեոն տեսագրում եմ նոյեմբերի 6-ին եւ ահա մեծ հրդեհ Երևան City-ում, մանատիպ հրդեհներ տեղի են ունենում նաեւ այլ երկրներում, երեք կարծեմ մեծ ավիովթար տեղի ունեցավ ԱՄՆ-ում, այսինքն այսպիսի իրադարձություններով աչքի ընկնելու նոյեմբեր, այսինքն հաճախակի լինելու պետք է զգուշ լինել։ Ինչու նախ ասեմ, ինչու այդպիսի իրադարձությունները շատ են լինելու, այդպիսի աղետներ, վթարներ, թե ցամաքում, թե օդում եւ թե հատկապես ջրում, այդ թվում ջրում, որովհետեւ օծի եւ խոզի բախումը դա ըստ էության հրի եւ ջրի հակասությունն է, հակամարտությունն է, որը ծնում է զանազան տարերային աղետներ, այդ թվում տայֆուններ, չգիտեմ, ջր մրկահողմեր, ծովում ինչ որ աղետալի զարգացումներ եւ դա այդ ծառը եւ տաքոսանքների բախման հետևանքով է տեղի ունենում, որից առաջանում են զանազան այդպիսի ծանր բարդ զարգացումներ։ Հրեղեն պատիժը կակտիվանա այս ամիս եւս։ Դուք գիտեք, որ ես հրեղեն պատիժի մասին խոսում եմ օգոստոս ամսվա ընթացքում, ինչու, որովհետեւ հրեղեն պատիժը ձևավորվում է օծի, կապիկի եւ վագրի արկայությամբ տվյալ օրվա ընթացքում, այսինքն տվյալ օրվա էներգիաների մեջ պետք է լինի օծը, կապիկը եւ վագրը։ Նու օծի տարին, վագրի օրերը եւ կապիկի ամիսներ, օգոստոս ամիսը, բայց այժմ խոզի ամիսն է մեզ մոտ, իսկ խոզը ըստ բազի օրինաչափությունների ներգրավում է, կանչում է, հրավիրում է այդ վագրին եւ երբ օրինակ ամսվա ընթացքում տեղի կունենան կամ կլինեն, այսինքն կապիկի ժամեր կամ կապիկի հատկապես այդ վտանգավոր ժամերն են, դրանք Երևանի ժամանակով ժամը 16-ից 18 ընկած ժամանակահատվածը, կապիկի օրեր, ահա այդ ժամանակ մենք խնդիրներ կունենանք, որովհետև կակտիվանա հրեղեն պատիժը եւ որը հղի է զանազան աղետներով, վթարներով,
ինչ-որ մահեր կարող են լինել, եթե քրոնիկ հիվանդություններ ունեք, պետք է զգույշ լինեք, որտեղ պատիժների ակտիվացման ժամանակ հնարավոր են անսպասելի ինչ-որ շատ բարձ զարգացումներ առողջության հետ կապված, այդ թվում կաթվածներ, զանազան ինչ-որ եթե սրտի խնդիրներ ունեք կամ ուղեղի խնդիրներ ունեք, գլխի արյան շրջանառության հետ կապված խնդիրներ ունեք, անպայման պետք է շատ զգույշ լինել այս ամսվա ընթացքում։ Բնականաբար այդ արունը դա կրակն է խորհրդանշում, իսկ ջուրը ընդհանուր առմամբ սառացնում է եւ այդ բոլոր գործընթացները արյան շրջանառության հետ խախտում է, ինչ որ խոչընդոտներ է առաջացնում, այսինքն այդ բոլոր խցանումները, կանգային երևույթները օրգանիզմում շատ բնորոշ կլինեն այս ամսվա ընթացքում։ Սա վերաբերում ընդհանուր այսպես առողջությանը եւ դեպքերի զարգացմանը, բայց պետք է նշել, որ օձի եւ խոզի բախումը առաջացնում է նաեւ հասարակության մեջ որոշակի անցանկալի եւ բարդ գործընթացներ, օրինակ ընդհանրապես դա պատիժ է իրականության մեջ օձի եւ խոզի առկայությունը, որը բերում է այսպես չափազանց մեծ հետաքրքրասիրության, այսինքն ձեր կյանքով կսկսեն մարդիկ հետաքրքրվել, հաճախակի դուք ձեր գործերի մեջ կգտնեք ուրիշի քիթը, զրպարտություններ, բամբասանքներ, ահա այս բոլոր իրադարձությունները բնորոշ կլինեն խոզի ամսվանը, այսինքն նոյեմբեր ամսվանը։ Խոզի ամիսը իհարկե սկսվում է նոյեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 8-ը այդ ժամանակահատվածում։ Եվ իհարկե ռազմաքաղաքական ոլորտում լարվածություն կդիտարկվի, որովհետև այդ բախումն է, ցանկացած բախում առաջացնում է ռազմաքաղաքական ոլորտում լարվածություններ, առաջացնում է ակտիվ ռազմական գործողությունների մեջ գտնվող կողմերի ուժեղ հակամարտություն, այսինքն այդ հակամարտության ուժգնացում, որը այժմ մենք տեսնում ենք ռուս-ուկրաինական ռազմաճակատում Պոկրովսկի ուղղությամբ, որտեղ ամենակատաղի ռազմական գործողություններն են տեղի ունենում ողջ այս հատուկ ռազմական գործողության ընթացքում։ Եվ նաև ես ակնկալում եմ, կանխատեսվում է նաև լարվածության աճ Արևմուտքի եւ Ռուսաստանի փոխհարաբերություններում, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի փոխհարաբերություններում, եւ դա ունի իհարկե ոչ միայն չինական մետաֆիզիկայի բացատրությունը, որը այժմ ես ձեզ ներկայացրեցի, այլ նաև արևմտյան աստղաբանության տեսանկյունից ունի իր բացատրությունը, բայց այժմ մինչ բուն նյութին անցնելը ես ներկայացնեմ, սիրելի բարեկամներ, նոր քարտ թալիսմաններ եմ ստացել, պետք է ասել, որ նոյեմբերը բավականին բարդ ամիս է լինելու ֆինանսական տեսանկյունից, բավականին այսպես խոչընդոտներ խնդիրներ են լինելու, նախ այն պատճառով գիտեք, որ նոյեմբերի 9-ից կապի եւ հեռահաղորդակցության նաեւ ֆինանսական հոսքերը վերահսկող այսպես տնօրինող առևտուրը տնօրինող մոլորակ Մերկուրին լինելու հետընթաց նոյեմբերի 9-ից մինչև 29-ը ընկած ժամանակահատվածում եւ դա խնդիրներ կառաջացնի առևտրի, ապրանքաշրջանառության, լոգիստիկայի եւ այլ ոլորտներում։ Այնպես որ անպայման ձեռք բերեք նոյեմբեր ամսվա ընթացքում այս քարտ թալիսմանները հիմնականում հաջողության համար, ֆինանսական հաջողության համար, տեսնում եք ինչպիսի գեղեցկություն է։ Ես ստացել եմ նաև Յուպիտերի քարտ թալիսմանը, որը այս տարվա ամենահզոր քարտ թալիսմանն է ձեր հաջողության, ֆինանսի, կարիերայի, աշխատանքի, անձնական կյանքի, մի խոսքով բոլոր ոլորտներում նա բերում է հաջողություն, քանի որ Յուպիտերը այժմ գտնվում է Խեցգետին կենդանակերպում, բնականաբար այս թալիսմանը կօգնի ձեզ
հասնել ձեր նպատակների իրականացմանը։ Վեներայի քարտալիսմանը, սիրելի բարեկամներ, նոյեմբեր ամսվա ընթացքում Վեներան գտնվելու է թույլ դիրքում, կարիճ կենդանակերպում։ Այդ իսկ պատճառով ցանկալի է ունենալ Վեներայի քարտալիսմանը, որպեսզի չեզոքացնել թույլ Վեներայի բացասական ազդեցությունները, անձնական կյանքի խնդիրները առաջացնում Վեներան կարիճում, խանդի տեսարաններ, մի խոսքով, եթե դեռ նոր եք պատրաստվում, այսպես ասած, ձեր անձնական կյանքը կարգավորել, ապա Վեներայի թալիսմանը շատ կարևոր է, նաև եթե զբաղված եք բիզնեսում, ասենք մանր բիզնեսի մեջ եք, այնպիսի բիզնեսով եք զբաղված, որը նպաստում է այստեղ մարդկանց գեղեցկացմանը, հագուստի խանութ ունեք կամ գեղեցկության սրահ ունեք, ապա Վեներայի թալիսմանը շատ կօգնի ձեզ այդ նոյեմբերյան այդ ճգնաժամը հաղթել։ Ընդհանրապես նոյեմբեր ամսվա ընթացքում մենք ունենալու ենք խստագույն տնտեսական, ֆինանսական ճգնաժամ։ Եվ զանազանալ այս Սատուրն մոլորակի հետ կապված թալիսմանը, որը բերում է հաջողություն հատկապես նրանց, ովքեր կրում են այդ մոլորակի ազդեցությունը, ջրհոսներին, այդ եղջյուրներին, կշերքների մոտ Սատուրնը փառավորվում է 21 աստիճան կշերքում, այդ այս պատճառով նրանց համար շատ անհրաժեշտ է այս թալիսմանը, որը կբերի ձեզ նույնպես նյութական հաջողություն։ Այս թալիսմանը, սիրելի բարեկամներ, սա Սողոմոն իմաստունի հարստության թալիսմանն է, եթե հիշում եք, ես ունեցել եմ կախազարդ, գեղեցկագույն ոսկե փայլ կախազարդ այս թալիսմանից և այժմ քարտ թալիսմանը։ Ցույց տամ ձեզ նյութական հարստության ապահովման համար, բարեկեցության ապահովման համար այս գեղեցկագույն թալիսմանը ևս շատ կօգնի ձեզ հաղթահարել նոյեմբերյան ճգնաժամը։ Իսկ այս թալիսմանը արդեն սիրված է շատ մարդկանց կողմից, որովհետև նա օգնում է հաղթահարել առողջական խնդիրները։ Իսկապես, սիրելի բարեկամներ, ես անձամբ ինքս փորձել եմ, նա օգնում է հաղթահարել առողջական, եթե խնդիրներ ունեք, նամանավանդ եթե քրոնիկ խնդիրներ ունեք, նոյեմբեր ամսվա ընթացքում, ինչպես ես ասացի, այդ ամենը շեշտակի ուրեմն ուժեղանա, որովհետև մենք ունենք մի շարք բացասական ազդեցություններ։ Ահա սա շատ դրական թալիսման է, որը օգուտ է բերում եւ նպաստում է ձեր ամենանվիրական երազանքների իրականացմանը, կրկին կապված է Վեներա մոլորակի հետ, սիրելի բարեկամներ, իսկ այս թալիսմանի շնորհիվ դուք կգտնեք ձեր կյանքի գանձը։ Եվ սա նույնպես Սատուրն մոլորակի ազդեցության տակ գտնվող, Սատուրնի և Վեներայի ազդեցության տակ գտնվող, նույնպես նպաստում է ձեր բարեկեցությանը, ֆինանսական հաջողություններին բիզնեսում։ Ահա, բազմաթիվ թալիսմաններ ունեմ, սիրելի բարեկամներ, ամեն դեպքում նոյեմբեր ամսվա ընթացքում ցանկալի է դրանք ունենալ, որովհետև ոչ միայն նոյեմբեր, այլև դեկտեմբեր է, ես պետք է նախապես զգուշացնեմ, այս տարվա բարդագույն ամիսներից են լինում նոյեմբերը և դեկտեմբերը, երկու ամիսները շատ այսպես բարդ ամիսներ են, բայց նոյեմբերը հատկապես, ինչպես ասեցինք, նոյեմբերը մեզ մոտ ճակատագրական, վճռորոշ, ավերիչ, վճռաբեկ ամիս է լինելու։ Այսինքն նոյեմբերի ընթացքում մի է պետք բերել այն բոլոր ծրագրեր, այն բոլոր նախագծերը, որը արդեն դուք սկսել եք տարվա ընթացքում։ Նոր նախագծեր, նոր ծրագրեր, նոր բիզնես նոյեմբեր ամսվա ընթացքում ցանկալի չէ սկսել, ինչու, որովհետև Մերկուրին գիտեք, որ լինելու է ուրեմն հետընթաց նոյեմբեր ամսվա ընթացքում, իսկ հետընթաց Մերկուրիի ժամանակ ընդհանրապես ցանկալի չէ սկսել ինչ-որ նոր գործ, նոր բիզնես, նոր
սկիզբ, այսպես ասած, եւ նոյեմբերը բավականին բարդ ամիս է, վտանգավոր ամիս է նաեւ ըստ արևմտյան աստղաբանության եւ ինչու, որովհետեւ նոյեմբերի ընթացքում որոշակի մորակներ, օրինակ Ուռան մորակ, անսպասելի փոփոխությունների հեղափոխական մորակ Ուռանը կրկին վերադառնում է ցուլ կենդանակեր, որը խորհրդանշում է հենց այդ տնտեսական ճգնաժամը, գիտեք, որ 18 թվականի գարնանը Ուռանը մուտք գործեց ցուլ եւ սկսվեց այդ անդադ մշտական տնտեսական ցնցումները, որը որ իհարկե իր գագաթնակետին է հասնելու 25 թվականի նոյեմբերին նա վերադառնում է կրկին ցուլ իր հետընթաց շարժի մեջ միայն 26 թվականի ապրիլի 26-ին կրկին մուտք կգործի երկվորյակներ, այսինքն հնարավորություններ է բացվում, բացի դա երկու բարձրագույն մոլորակ, այդ թվում Սատուրնը եւ Նեպտունը կրկին գտնվելու են նոյեմբերի ընթացքում, ուրեմն գտնվելու են ձկներում, իսկ ձկներում, սիրելի բարեկամներ, դեք 2 տարի շարունակ գտնվում էր Սատուրնը եւ արդեն 10 տարուց ավել գտնվում էր Նեպտունը, այսինքն այն բոլոր գործընթացները, որը այս կարելի ասել տասնամյակի ընթացքում ձևավորվել են, ինչ որ զարգացումներ կապված կրոնի հետապնդման հետ, քրիստոնեության դեմ քայլերի, ասպատակության հետ, այդ բոլորը իհարկե ավարտուն տեսք է ստանալու, դա ամբողջ աշխարհում է տեղի ունենում, ընդ որում եւ ոչ միայն Հայաստանում, բայց Հայաստանում, քանի որ Հայաստանը այն պետություն է, որը առաջինն է պետականորեն ընդունել քրիստոնեություն, ընդհանրապես մեր պետականությունը, առաջինն ընդունել այդ քրիստոնեությունը, այդ իսկ պատճառով հատկապես Հայաստանում դա զգալի է լինելու այդ կրոնի դեմ ասպատակությունները, հավատքի դեմ ասպատակությունները, հավատքի համար տանջանքները, տառապանքները, որը մենք տեսնում ենք, որ այժմ 3 սրբազան գտնվում են կալանքի տակ, նաև մի շարք այլ հոգևորականներ մշտապես ենթարկվում են հալածանքների, եւ սա շատ տրամաբանական եւ շարունակվելու է նոյեմբեր ամսվա ընթացքում, որտեղ Սատուրնն ու Նեպտունը շարունակում են գտնվել ձկներում, եւ միայն մյուս տարվա ընթացքում այդ երկու մորակները կրկին դուրս կգան եւ կմտնեն խոյ կենդանակեր, այսինքն ռետրո վիճակ ունենք նոյեմբերին, ռետրո հետընթաց վիճակ ունենք, որը այդ թվում նաեւ ամենադրա վառ դրսևորումը, վառ օրինակը իհարկե հետընթաց Մերկուրին է լինելու նոյեմբերի 9-ից 29 ընկած ժամանակահատվածում, եւ այդ իսկ պատճառով հենց նոյեմբերը ավերիչ եւ ճակատագրական ամիս է լինելու շատ հարցերում, որ հնարավորություն է տալու նորից ճշտել ձեր ծրագրերը, թե ինչպես եք դուք ապրելու մոտակա 7-ից 12 տարիների ընթացքում, Պլուտոնը արդեն մշտապես մուտք է գործել ջրհոս, Պլուտոնի հետ մենք ոչ մի խնդիր չունենք, Պլուտոնը ինքը արդեն դիրքավորվել է այնտեղ գտնվելու 20 տարի շարունակ, դրա մասին ես իհարկե իմ նախորդ վիդեոներում շատ մանրամասն անդրադարձել եմ, նաև եթերներում եմ անդրադարձել, պես որ կարող եք դիտել, շատ վիդեոներ ունեմ այն կապակցությամբ, թե ինչ է սպասվում Պլուտոնի ջրհոս մուտքի հետ կապված, 23 թվականից դրա մասին ես խոսել եմ շատ մանրամասն, բայց մյուս մորակները դեռ նոր են փոխում իրենց դիրքերը, Նեպտունը, Ուռանը եւ Սատուրնը դեռ նոր, այսինքն նրանք կրկին վերադարձան իրենց նախկին դիրքի մեջ եւ դա հնարավորություն կտա որոշ մութ ուժերին, որոշ չար ուժերին, այսպես ավարտին հասցնել իրենց հակամարտկային, այսպես նաև հակաքրիստոնեական մութ ծրագրերը եւ իհարկե Հայաստանը այն պլացդարմն է, այն վայրն է, որտեղ բնականաբար ամենացայտուն կերպով պետք է դրսևորվի այդ մութ, չար, սատանայական ուժերի հարձակումները, սա իհարկե շատ տխուր է եւ տհաճ, եւ այդ փոքրիկ Տիգրանի խեղտամահ
լինելը հոր կողմից դա սարսափելի իրադարձություն էր, որը հենց նախորդում է նոյեմբերին, այսինքն այդ խոզի ամսվանը դա դրա վառ օրինակն է եւ դրսեւորում ինչպես այդ չար ուժերը հարձակվում են եւ դա ըստ էության մարդկային զոհաբերություն է, դա փոքր երեխաների զոհաբերությունը շատ տարածված է սատանայական այդպես ծիսակարգերում սատանիստների մոտ դա շատ լայն տարածում ունի, հենց 3 տարեկան փոքր երեխաների զոհաբերությունը եւ ես կարծում եմ, որ հենց դա զոհաբերություն էր այդ մահը, երեխայի մահը։ Այնպես որ նոյեմբերը իսկապես վտանգավոր եւ ավերիչ ամիս է այդ տեսանկյունից, այսինքն մենք տեսնում ենք, որ նա սկսվում է հրդեհներով, երեխաների զոհաբերությամբ, չգիտեմ ինչ որ տարօրինակ մահերով եւ այլն, այսինքն այդ մութ ուժերը անցել են կրկին հարձակման եւ իրանց համար շատ բարենպաստ պարարտ հող է ստեղծում հենց այդ նոյեմբերը։ Դե իհարկե հակազդել կարելի է միայն պայքարով, լուսավոր ուժերի կողմը անցնելով, հավատքով, էզոտերիկ պրակտիկաներով եւ այլն, որը որ մշտապես ես ես աջակցում եմ այդ հարցում, ներկայացնում եմ տարբեր մեթոդներ այդ չարի դեմ պայքարելու եւ կհիշեցնեմ կրկին, որ այդ հրեղեն պատիժն է մեզ մոտ ակտիվանալու նոյեմբեր ամսվա ընթացքում, որը հղի է զանազան աղետներով, վթարներով, կապի խափանումներ են հնարավոր, չգիտեմ, բնական աղետներ են հնարավոր, եւ որպեսի չվնասվել հրեղեն պատժի ազդեցությունից, միակ լավագույն եւ ամենահեշտ ճանապարհը դա շնորհակալության տեխնիկան է, այսինքն մենք պետք է շնորհակալ լինենք ամեն օր եւ ամեն ժամ այն ամենի համար, ինչ մենք ունենք։ Դա, քանի որ թերեղեն պատիժը երբեմն անվանվում է նաեւ անշնորհակալության պատիժ, այսինքն այն մարդիկ, ովքեր ունեն իրենց բազիկ հարտեզներում անհատական այդ թերեղեն պատիժը, նրանք հաճախակի բախվում են իրադարձության հետ եւ նրանց չեն գնահատում, նրանց բարի գործերի դիմաց պատասխանում են առհամարանքով, միջավայրի մասն է խոսքը կամ անտարբերությամբ եւ որպեսի մենք այդ բացասական ազդեցությունը թրեղեն պատժի մեզանից հեռացնենք, լավագույն տարբերակը շնորհակալությունը ամեն օր, օրը 2 անգամ, առավոտը եւ երեկոյան պետք է շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ որ ունենք, սիրելի բարեկամներ, եւ դա լավագույն ճանապարհն է խուսափելու այդ բացասական չար ծև մութ ուժերի հարձակումներից, որը խորհրդանշում է թրեղեն պատիժը, դրա լավագույն, այսպես շատ վառ դրսևորումը տեղի ունեցավ այսօր այդ Երևան City հրդեհի հետ կապված, պատահական չեն այդ հրդեհները։ Եվ այսպես, սիրելի բարեկամներ, այժմ ներկայացնեմ, թե ինչ է վերջո մեզ սպասվում նոյեմբեր ամսվա ընթացքում, ինչպիսի մուրակային փոխհարաբերություններ են լինելու նոյեմբերին եւ ինչպես դա կանդրադառնա կենդանակերպերի վրա առհասարակ, ու արդեն 22 րոպե խոսեցի, բայց շատ կարևոր է, որովհետեւ նոյեմբեր իսկապես ճակատագրական ամիս է։ Գիտեք, սիրելի բարեկամներ, ինչպես է սկսվում նոյեմբերը, արդեն իսկ իհարկե սկսվել է աստղաբանորեն նոյեմբերի 4-ին, Երևանի ժամանակով 17:01 րոպեին, Մարսը ակտիվության, նախաձեռնության, ռազմի մոլորակ, էներգիայի ռազմի մոլորակ, Մարսը մոտ գործեց աղեղնավոր, որտեղ նա կմնա մինչև դեկտեմբերի 15, Մարսը աղեղնավորում շատ սկզբունքային է, նա չի սիրում կեղծավորություն, նա արտահայտում է իր կարծիքը առանց որևիցե ինչ-որ երկմտատալու, չգիտեմ, մտածելու, ահա, միգուցե այսպես խոսեմ, դիվանագիտորեն խոսեմ, այդ ամենը վերանալու է նոյեմբերին եւ պետք է մաքսիմալ դրսևորել ձեր իրական կարծիքը, հետապնդել ճշմարտությունը, նաև հավատքի մեջ նույնպես այդ ճշմարտությունը, ձեր իրական հավատքը, իրական գաղափարախոսությունը
չշեղվել դրանից։ Դա է Մարսի հիմնական մեսիջը, Մարսը աղենավորում, դա իբրև կանթեղ, նա լուսավորում է մեծ կանթեղ, լուսավորելու է բոլոր մոլորյալ հոգիների ճանապարհը։ Ну շատ ակտիվ դիրք է, նաև ակտիվ է դիվանագիտական տեսանկյունից, ինչ որ գործընթացներ են տեղի ունենալու, նաև հնարավոր է որոշ դեպքերում գաղտնի, այսինքն ոչ անգամ ակնհայտ, բայց ամեն դեպքում ակտիվությունը արտասահմանում ցանկացած համագործակցություն արտասահմանյան կազմակերպությունների հետ կամ ճամփորդություններ, նույնպես բարենպաստ են, բավական ակտիվ արդյունքների կհանգեցնեն։ Իհարկե, սիրելի բարեկամներ, հատկապես բարենպաստ է Մարսը աղեղնավորում, քանի որ աղեղնավորը հրեղեն դիրք է, հրեղեն նշան է, վերահսկվում է Յուպիտերի կողմից, մեծ բարերար մորակ Յուպիտերի կողմից, իհարկե շատ բարենպաստ է հրեղեն նշանների համար, խոյերի համար, առյուծների եւ հատկապես աղեղնավորների համար, խոյերի համար։ Սիրելի խոյիկներ, Մարսը մուտք գործելով աղեղնավոր հայտնվում է ձեր 9-րդ աստղատանը, իսկ 9-րդ աստղատունը, սիրելի խոյեր, դա արտասահմանն է, հեռավորն է, բարձրագույն կրթությունն է, ձեր գաղափարախոսությունն է, այն ինչի մեջ դուք իսկապես հավատում եք, այսինքն դա պետք է դուք հետապնդեք եւ դրսևորեք, ակտիվորեն, այսպես ասած, լույս աշխարհ բերեք եւ ձեր այսպես սկզբունքներից չշեղվեք։ Նաև բարենպաստ է բարձրագույն կրթության համար, թե ցանկանում եք նորից ինչ-որ վերապատրաստում կամ նոր կրթություն, նույնպես շատ բարենպաստ է, պարզապես նոյեմբեր ամսվա ընթացքում Մերկուրին հետընթաց է եւ ավելի ցանկալի է թարմացնել ձեր գիտելիքները, այսինքն այն, ինչ որ դուք գիտեք, ավելի ամրապնդել։ Նորը սկսել մի քիչ այնքան էլ բարենպաստ չէ, լավ է նաև ճամփորդությունների համար, լավ է համագործակցել ավելի շատ արտասահմանյան կազմակերպությունների հետ։ Եթե ինչ-որ դատական գործընթացներ ունեք, սիրելի խոյեր, ձեր հետ կապված, ընթացիկ, արդեն ոչ թե նոր, այլ ընթացիկ, ապա նույնպես բարենպաստ է նոյեմբեր ամսվա ընթացքում։ Սիրելի ցուլիկներ, մուտք գործելով աղեղնավոր Մարսը հայտնվում է ձեր 8-րդ աստղատանը։ 8-րդ աստղատունը ֆինանսական ճգնաժամի մասին է խոսում։ Մարսը ակտիվացնում է այն բոլոր ոլորտները, այդ տների ոլորտներ, որտեղ նա մուտք է գործում։ Եվ 8-րդ տունը դա ֆինանսների տուն է, վարկեր, պարտքեր, նաև գործընկերների կամ զուգընկերների հետ կապված ինչ-որ ֆինանսական գործարքներ կամ նրանց եկամուտները, դրանք շատանալու են ձեր զուգընկերների եւ գործընկերների եկամուտները, բայց Մարսը տալիս է նաև մեծ ծախսեր, այսինքն շեշտակի հնարավոր է աճեն նաև ձեր ծախսերը, ոչ միայն եկամուտները, այլ ծախսերը։ Ну ընդհանրապես ցուլերին բնորոշ է տնտեսական ճգնաժամ, այսպես ասած, ֆինանսական ճգնաժամ, որտեվ 7 տարի շարունակ նաև Ուրանը անսպասելի փոփոխությունների մոլորակ Ուրանը քանդել է ցուլը գտնվելով ցուլ կենդանակերպում մշտապես եւ դա իհարկե այսպես գագաթնակետն է լինելու ցուլերի համար այս ընթացք այս նոյեմբերը Նաև վտանգավոր է ինչ-որ նոր բիզնեսներ սկսել, մեծ վարկեր կամ պարտքեր, հիպոթեկներ չի կարելի վերցնել ձեզ սիրելի ցուլիկներ, նոյեմբեր ամսվա ընթացքում առհասարակ արգելված է, նոր բիզնեսներ սկսել չի կարելի, ցանկալի ու պետք է հետևել նաև առողջությանը, որովհետև 8-րդ տունը դա նաև անսպասելի առողջական խնդիրների մասին կարող է խոսել, ինչպես ձեր մոտ սիրելի ցուլեր, այնպես էլ ձեր միջավայրում, ձեր մոտիկների մոտ։ Նաև ստուգող մարմիններն են խորհրդանշում 8-րդ տունը, պետք է զգուշ լինել այդ հարկադիր, չգիտեմ, տարբեր հարկային այդ ծառայություններից, բայց նաև շանս կարող է ձեր համար բացվել, դա կապված կլինի ժառանգության հետ կամ ինչ-որ փոխհատուցում ստանալու հետ, դա կարող է ձեզ Մարս այսպես նվիրաբերել, բայց ամեն դեպքում պետք է զգուշանալ այդ թվում նաև այդ հրեղեն պատժից, ինչու, որովհետև ցուլը մեզ մոտ համապատասխանում է ըստ բաձի օձի, ամսվան ու նաև վիշապն է, բայց նաև օձը եւ ցլերի մոտ կարող է ակտիվանալ այդ հրեղեն պատիժը, այսինքն պետք է շատ զգուշ լինել ճանապարհներին, ճամփորդությունների ժամանակ եւ այլն եւ անընդհատ ամեն օր այսպես այդ շնորհակալության պրակտիկան կիրառել, որպեսզի բացական հետևանքներ չունենաք։
Երկորակներ, սիրելի երկորակներ մուտ գործելով աղեղնավոր Մարսը հայտնում է ձեր 7-րդ տանը առաջացնելով բախումներ ձեր գործընկերների եւ զուգընկերների հետ, այսինքն մշտապես այդ հնարավոր են վիճաբանություններ, հնարավոր են հակադրություններ ձեր ընտանիքում, ձեր ավակ ոչ միայն ձեր ամուսնու հետ, այլ նաեւ ավակ տարիքով մեծ եղբայրների կամ երեխաների հետ, այդ դրանց հետ նույնպես հնարավոր են հակասություններ, բախումներ, բայց ճշմարտությունը, ինչպես գիտեք, ծնվում է բանավեճի ընթացքում, այսինքն եթե դուք չբանավեճեք, դուք նաև չեք գա եւ չեք այսպես հանգի իրականությանը, իրական ճշմարտությունը չեք ճանաչի, չեք իմանա։ Այդ իսկ պատճառով պետք է ամեն դեպքում զգուշանալ բախումներից, զգուշանալ ինչ որ կոնֆլիկտներից, բացահայտ թշնամիները կակտիվանան սիրելի երկորյակներ, այնպես որ շատ պետք չէ այսպես ընդհանուր հակադրվել, այլ պետք է փորձել նաև դիմացինի կարծիքը ընկալել կամ հասկանալ, ինչ որ ձևով ընդունել նաև դա։ Եվ այնպես որ ամեն դեպքում այդ բախումները երկորակների մոտ լինելու են մինչև դեկտեմբերի 15-ը այս տարի։ Իհարկե խեցգետինները հնարավոր է այս Մարսի կապակցությամբ աղնավորում ունենան առողջական խնդիրներ եւ աշխատանքային խնդիրներ։ Մարսը ակտիվացնում է այդ ոլորտը, որտեղ նա հայտնվում է, այսինքն եթե դուք փնտրում եք աշխատանք, դեռ չեք գտել, նոյեմբերին անպայման կգտնեք, բայց եթե ձեր աշխատավայրում արդեն դուք հոգնել եք, ուզում եք ազատագրվել, ապա նա կարող է բերել նրան, որ դուք կկորցնեք այդ աշխատանքը։ Առողջության հետ կապված, եթե ունեք քրոնիկական խնդիրներ, անպայման հետևեք առողջությանը։ Ընթացիկ այսպես առօրյական խնդիրներ եթե ունեք, նույնպես ցանկալի է լուծեք այս ամսվա ընթացքում։ Ամեն դեպքում ակտիվությունը տվյալ ոլորտում, որտեղ որ տան մեջ որ հայտնվում է Մարսը, նպաստելու է արդեն բարենպաստ զարգացումներին, որովհետև եթե դուք դիմադրեք, եթե դուք արդեն խնդիրներ ունեք ձեր աշխատավայրում եւ անդադ որոշեք, չէ, ես պետք է մնամ, ես պետք է շարունակեմ, դա Մարսը չի հանդուրժում, Մարսը առաջացնում է, նա նպաստում է նրանց, ովքեր ակտիվ գործողություններ են ծավալում, այլ ոչ թե անդադ դիմադրում են։ Եվ պետք է զգուշանալ նաև առողջական ոլորտում սիրելի խեցգետիններ, որովհետև հնարավոր են սուր բորբոքային գործընթացներ, Մարսը ղեկավարում է սուր բորբոքային գործընթացները, վիրուսային հիվանդությունները պետք է զգուշանալ։ Սիրելի առյուծիկներ, մուտ գործելով աղեղնավոր Մարսը հայտնվում է ձեր 5-րդ աստղատան, իսկ 5-րդ աստղատունը կապված է սիրո, երեխաների, հաճույքների, հանգստի հետ, այնպես որ այդ բոլոր ոլորտները կլինեն ակտիվության մեջ, ձեր ուշադրության կենտրոնում պետք է լինեն եւ պետք է գնաք ընդառաջ այդ իրադարձություններին, ոչ թե դիմակայեք դրանց։ Այսինքն, եթե դեռ փնտրում եք ձեր կյանքի երկրորդ կեսին, ապա ակտիվ հնարավոր է ինչ-որ գտնվի այդ անձնավորությունը, իհարկե մինչև դեկտեմբերի 15-ը։ Հետընթաց Մերկուրի ժամանակահատվածը ցավալիորեն չի նպաստում հեռանկարային հարաբերությունների ձևավորմանը։ Եթե վաղուց արդեն սպասում եք բալիկի, չի ստացվում, չգիտեմ ինչ-որ, ապա Մարսը ձեզ կխթանի, կօգնի։ Բայց եթե հղի եք սիրելի առյուծներ, պետք է զգուշանաք, որովհետև հնարավոր են նաև խնդիրներ այդ հղության ընթացքում կամ հղության ընդհատում, դա պետք է նույնպես հաշվի առնեք։ Մի խոսքով ամեն դեպքում առյուծների համար շատ բարենպաստ է Մարսը աղեղնավոր կենդանակերպում, հնարավոր է ինչ-որ հաջողություններ ձեր երեխաների մոտ, եթե ունեք արդեն երեխաներ, արտասահմանում, ասենք մարզումների ժամանակ ինչ-որ չեմպիոններ դառնան եւ այլն, շատ հավանական է։ Նաև լավ է հանգստի համար, լավ է ինչ-որ այսպես
բիզնեսի համար, այն բիզնեսի համար, որը ձեզ հաճույք է պատճառում, հա։ Ընդհանրապես 5-րդ տունը դա հաճույքների տունն է, սիրելի բարեկամներ, արդեն արևը կամաց նստում է, ես բացեմ վարագույրը, որպեսզի ավելի լավ իրար տեսնենք, հա։ Եվ կույսակներ, Մարսը մտնելով աղնավոր հայտնվելու է ձեր 4-րդ աստղատանից, 4-րդ աստղատունը կապված է տան, ընտանիքի, ձեր հայրական տան, հայրենիքի, նաև ծնողների հետ է կապված 4-րդ տունը, հա, այդ բոլոր ոլորտներում բավականին պետք է ակտիվություն դրսևորեք, այսինքն եթե տան առքովաճառ կապա պետք է զբաղվեք այդ գործով, չնայած որ հետընթաց Մերկուրիի ժամանակ ընդհանրապես գները անկում են ապրում, այսինքն եթե ցանկանում եք վաճառել, պետք է իջացնեք գինը։ Փաստաթղթեր կարող եք ձևակերպել կամ ծնողների հետ կապված հարցեր լուծեք, ձեր երեխաների հետ կապված, տան, ընտանիքի հետ կապված բոլոր այդ հարցերը պետք է կարգավորել, բայց Մարսը 4-րդ տանը կարող է առաջացնել նաև առողջական խնդիրներ որոշ տան անդամների հետ կապված, նույնպես պետք է դրան հետևել, բարեխառն դիրք է կույսերի համար, դա այնքան էլ բարենպաստ չէ Մարսը 4-րդ տանը։ Ինչ վերաբերվում է կշեռքներին, սիրելիներս, Մարսը մոտ գործելով աղեղնավոր հայտնվում է ձեր 3-րդ տանը։ 3-րդ տունը կապված է շարժական կույքի հետ, այսինքն հնարավոր է ավտոմեքենա ձեռք բերեք, եթե վաղուց երազում եք դրա մասին, մեկ վայրկյան ես բացեմ վարագույրը, որ վերջապես իրար լավ տեսնենք, ավտոմեքենա, եթե ունեք արդեն պետք է վերանորոգեք, եթե նորը առնել է իհարկե հետընթաց Մերկուրիի պայմաններում այնքան էլ խորհուրդ չեմ տալիս, չնայած բազմաթիվ իմ հետևորդներ շատ դեպքերում զարմանալիորեն նշում են, որ հենց հետընթաց Մերկուրիի ժամանակ այդ ավտոմեքենայի հետ կապված առքովաճառք, չգիտեմ, ձեռք բերում ավելի հեշտ է ընթանում, շատ հետաքրքիր դիտարկում է, դե պետք է ստուգել։ Լավ լուրեր քույրերից, եղբայրներից, շատ կարճ ճանապարհներ, բայց այդ ճանապարհների ընթացքում պետք է ճանապարհների նույնպես զգուշ լինեք։ Սիրելի կարիճիկներ, ձեզ համար իհարկե շատ բարենպաստ է Մարսը աղեղնավորում, որովհետև նա հայտնվում է ձեր 2-րդ աստղատանը, որը ֆինանսական ոլորտի հետ է կապված, եկամուտների աղբյուրները կարող են ձեր ավելանալ, նոր աշխատանք ավելի բարձր վարձատրվող եւ ընդհանրապես ֆինանսական հաջողությունը ուղեկցելու է ձեզ, սիրելի կարիճիկներ, բայց միաժամանակ նաեւ կշատանան ձեր ծախսերը։ Մարսը երկսայր սուր, այսինքն նաև առաջացնում է եկամուտների աճ, բայց միաժամանակ տալիս է նաև ծախսերի ավելացում, դա ես մշտապես կրկնում եմ, պետք է հիշել, եթե դուք ցանկանում եք ինչ-որ գումար հավաքել, դա շատ բարդ է, որ Մարսը գտնում է ձեր 2-րդ տանը, դա անհնարին է գրեթե, որովհետև ճիշտ է դուք կարողանում եք գումար աշխատել, բայց գումարը պահպանել շատ ավելի դժվար է լինում, քան աշխատելը։ Սիրելի աղեղնավորներ, իհարկե դուք թագավորներն եք, այս դիրքի Մարսը մոտ գործելով աղեղնավոր հայտնվում է ձեր առաջի աստղատանը, որը նշանակում է ձեր էներգիան ավելանալու է, զգալիորեն այսպես ձեր ուժերը կաճեն, պետք է նախաձեռնեք, ակտիվ լինեք, ինչ-որ քայլեր ձեռնարկեք, եթե ցանկանում եք հասնել որոշակի ինչ-որ արդյունքների, որոշակի հաջողությունների, պես եթե ձեռները ծալած նստեք, սիրելի աղեղնավորներ, ոչինչի չեք հասնի։ Մարսը առաջի տանը նշանակում է պետք է ավելի շատ շարժվեք, զբաղվեք սպորտով, զբաղվեք ձեր առողջությամբ, այսինքն այդ էներգիան, որը գալիս է, իհարկե նա պետք է ծախսվի, եթե դուք դա պարզապես կուտակեք, դա կառաջացնի առողջական խնդիրներ։ Խոսքով աղեղնավորների համար ամենաբարենպաստ դիրքն է իհարկե, բայց եթե լինեք ակտիվ, ինչու է բացասական զարգացումներ առաջացնում Մարսը երբեմն, որովհետև մարդիկ միշտ չէ, որ կարողանում են այդ էներգիան ճիշտ ռեալիզացնել, շատ դեպքերում պարզապես այսպես դե մտածում են դե լավ է էներգիան կա, ամեն ինչը կստացվի ինքնաբերաբար, այդպես չի, Մարսը սիրում է գործողություն, Մարսը չի սիրում ինքնաբերաբար ինչ որ
բարիքներ եւ այլն դա չի ստացվի։ Սիրելի այցեղջյուրներ, Մարսը մոտ գործելով աղնավոր հայտնվելու է ձեր 12-րդ տանը, որը գաղտնի թշնամիների, գաղտնի հիվանդությունների մեկուսացման տունն է։ Իհարկե սա բացասական դիրք է այցեղջյուրների համար, դա անբարենպաստ է, ընդհանրապես հողային նշանների համար անբարենպաստ է Մարսը հրեղեն աղեղնավորում եւ ցուլերի համար եւ կույսերի եւ հատկապես այցեղջյուրների համար դու ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիները, հնարավոր է ակտիվանան գաղտնի հիվանդություններ, լավ է արտասահմանում ինչ-որ գործունեության համար, եթե դուք արտասահմանում եք ծավալում ձեր գործունեությունը կամ համագործակցում եք արտասահմանյան կազմակերպությունների, դա բարենպաստ է։ Սիրելի ջրհոսակներ, ձեզ մոտ Մարսը մոտ գործելով աղնավոր հայտնվում է 11-րդ աստղատանը, որը խորհրդանշում է մեր գաղափարակիցներին, մեր երազանքները, մեր նպատակները, չափահաս երեխաներին եւ on-line բիզնես։ Ահա սա նպաստավոր պայմաններ է ստեղծելու այդ բոլոր ոլորտներում, ինչ որ եթե նախաձեռնեք ակտիվ քայլեր ձեռնարկեք, ապա կհասնեք ձեր նվիրական երազանքի իրականացմանը, կուրախացնեն ձեզ նաեւ ձեր չափահաս տղա երեխաները։ Եվ իհարկե բարենպաստ է on-line բիզնեսի համար, իսկ ձկնիկներ, վերջում ձկնիկները մոտ գործելով աղեղնավոր Մարսը հայտնվում է 10-րդ աստղատանը ձեր սիրելի ձկնիկներ եւ դա բերելու է փոփոխություններ ձեր գործնական ոլորտում, նոր աշխատանք, նոր պաշտոն, նոր ինչ-որ նոր ղեկավար, եթե դուք աշխատում եք ինչ-որ մեկի ենթակայության տակ, ապա այդտեղ ղեկավարություն կփոխվի եւ տղամարդ ղեկավար կգա, եթե ենթադրենք կիներ կփոխվի տղամարդ կլինի։ Նոր առաջարկություն ինչ-որ գործնական կամ անձնական բնույթի, որից չեք կարող հրաժարվել։ Մի խոսքով ձկների համար նույնպես բավականին այդ գործնական ոլորտը շատ հեռանկարային է, սիրելիներս։ Դե շատ իհարկե ինչ ես այստեղ նշել եմ այդ աստիճանները, որի մասին կխոսենք մի փոքր ավելի ուշ, այս շաբաթ բավականին լարված շաբաթ, այսինքն նոյեմբերի 3-ից 9 այդ ընկաճամնակատվածը եւ շատ հագեցած է աստղաբանական իրադարձություններով, դրա մասին ես իհարկե խոսել եմ արդեն շաբաթական կանխատեսումներում, եթե չեք դիտել, անպայման դիտեք այդ գերհետաքրքիր վիդեոն։ Եվ նոյեմբերի 5-ին մեզ մոտ տեղի կունենա նոյեմբերյան որսորդական լիալուսինը 13 աստիճան ծուլ կենդանակերպում 17-19 Երևանի ժամանակով։ Այդ իհարկե լիալուսին դա նույնպես բավականին լարված լիալուսին է եւ հատկապես կազդի այն ցուլերի վրա, ովքեր ծնվել են մայիսի 1-ից 5 ընկած ժամանակահատվածում։ Հիմնականում 2 շաբաթ է տևում լիալուսնի ազդեցությունը եւ հատկապես նա կենտրոնացնում է ձեր ուշադրությունը այն տան ոլորտի վրա, որտեղ տեղի է ունենում խոյերի համար բարենպաստ է ֆինանսական իմաստով եւ երկրորդ տանն է։ Այդ լիալուսինը ցուլերի համար լավ է բոլոր իմաստներով, պետք է զբաղվեք ձեր արտաքին եւ այսպես հաջողություններով, գործնական, անձնական, արտաքին հմայքի վրա կենտրոնանաք, եթե ուզում եք հասնել հաջողության։ Եվ շատ դեպքերում կհայտնվեք սիրելի ցուլեր ուշադրության կենտրոնում։ Երկորյակների համար բարենպաստ չէ, այս լիալուսինը 12-րդ տանն է հայտնվում եւ դա կակտիվացնի իրենց գաղտնի թշնամիներին եւ հակասությունները ավելի կխորանան, խճճված իրադարձություններ կարող տեղի ունենալ սիրելի երկորյակներ ձեր կյանքում, խեցգետիների մոտ բարենպաստ է, որովհետև լիալուսինը հայտնվում է 11-րդ տանը, կակտիվանան ձեր չափահաս երեխաները, կուրախացնեն ձեզ, բարենպաստ է բիզնեսի համար, on-line բիզնեսի համար եւ հնարավոր է իրագործվի ձեր նվիրական երազանքներից մեկը, ինչ վերաբերվում է առիթներին, լիալուսինը հայտնվում է 10-րդ աստղատանը, որը նշանակում է այդ մոտակա 2 շաբաթների ընթացքում, նոյեմբերի ընթացքում գործնական փոփոխություններ, հնարավոր է նոր աշխատանք, նոր պաշտոն, նոր առաջարկություններ գործնական կամ անձնական բնույթի։ Կույսերի համար 9-րդ աստղատանն է, դեպքեր հիմնականում կզարգանան արտասահմանի հետ կապված, հնարավոր ինչ-որ համագործակցություն արտասահմանյան կազմակերպությունների հետ, նոր ուսում,
կամուսման նախապատրաստություն, եթե դատական խնդիրներն եք, ապա նույնպես բարենպաստ է ձեզ համար։ Անբարենպաստ է նաև կշերքների համար, ընդհանրապես այս լիալուսինը անբարենպաստ է օդի նշանների համար, կշերքների մոտ 8-րդ տունն է, որ էքստրեմալ իրավիճակների տունն է, լարվածություն է, անսպասելի զարգացումներ, հնարավոր է ինչ-որ ֆինանսական խնդիրներ ճգնաժամային, բայց կավելանան ձեր զուգընկերների կամ գործընկերների եկամուտները։ Կարիճների մոտ այս լիալուսինը հայտնվում է 7-րդ տանը, սիրելի կարիճներ, զգուշացեք զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից։ Եվ ընդհանրապես պետք է այս երկու շաբաթվա ընթացքում ավելի շատ անդրադառնաք ձեր հարաբերություններին, վերլուծեք ձեր հարաբերությունները, հասկանաք, որ ուղղությամբ պետք է շարժվել, որպեսզի խնդիրներ չունենալ, բախումներ չունենալ։ Ընդհանրապես նաև կակտիվանան բացահայտ թշնամիները, եթե երկորակների մոտ գաղտնի թշնամիներն են ակտիվանում, կարիճների մոտ բացահայտ թշնամիներն են։ Աղեղնավորների մոտ այս լիալուսին հայտնվում է 6-րդ աստղատանը, 6-րդ աստղատունը կապված է պատասխանատվության, աշխատանքի, առողջության հետ։ Այդ բոլոր ոլորտները պետք է լինեն ձեր ուշադրության կենտրոնում, սիրելի աղեղնավորներ։ Բարենպաստ է նաև այդ եղջյուրների համար այս լիալուսինը 5-րդ տանն է հայտնվում, կապված է երեխաների, հանգստի, հաճույքների, բիզնեսի համար նույնպես բարենպաստ է։ Եվ ջրհոսակների մոտ 4-րդ տանն է հայտնվում այս լիալուսինը, որը նշանակում է պետք է կենտրոնանալ, ավելի շատ ջրհոսներ պետք է կենտրոնանան, ուրեմն իրենց տան, ընտանիքի եւ ծնողների հետ կապված հարցերը կարգավորելու վրա է։ Ձկների մոտ 3-րդ աստղատանն է, որը նշանակում է կարճ ճամփորդություններ, լավ լուրեր քույրերից եւ եղբայրներից կամ նոր ուսում։ Նոր ուսումը հետընթաց Մերկուրի պարագայում ես այնքան էլ խորհուրդ չեմ տալիս ձեզ, բայց վերապատրաստվել կարող եք, սիրելի ձկնիկներ, եթե այդպիսի անհրաժեշտություն կա։ Ընդհանրապես նոյեմբերին ունենք 9 կարևոր աստղաբանական իրադարձություններ եւ դրանցից 3-րդը Վեներա մոլորակի մուտքն է Կարիճ կենդանակերպ, որը տեղի կունենա նոյեմբերի 7-ին Երևան ժամանակ 2:39 գիշերը, եւ Կարիճ կենդանակերպում Վեներան կմնա մինչև դեկտեմբերի 1-ը։ Սիրելի բարեկամներ, իհարկե անբարենպաստ դիրք է Վեներան Կարիճում, որովհետեւ Կարիճում նա ընկնում է, թուլանում է, քանի որ այս կատունս ինչ ուշադիր է նայում, քանի որ եւ ձեզանց ուշադիր է լսում։ Քանի որ Վեներան գիտեք որ իշխում է եւ թագավորում է ցուլ կենդանակերպում եւ վտարվում է եւ անկում է ապրում Կարիճում, դեպ ցուլը Կարիճի դիմաց է գտնվում։ Ինչ բարդ դիրք է, իհարկե, ինչ զարգացումներ, գիտեք, որ Կարիճը դա շատ խանդոտ նշան է, շատ այսպես սկզբունքային նշան, կասկածամիտ նշան, այսինքն սիրային ոլորտում այդ բոլոր երևույթները պետք է զգուշանաք, որ դրանք ձեր կյանքը չփչացնի, դա շատ հնարավոր է, որ այդպիսի բացական ազդեցություններ լինեն, նաև այսպես թուղթուգրային ազդեցություններ լինեն եւ այդ դրանց ազդեցության տակ ձեր հարաբերությունները որոշակի վնաս կրեն։ Միաժամանակ ես պետք է ասեմ, որ այս շաբաթվա ընթացքում շատ բարդ իրավիճակ է աստղաբանական, ինչու՞ է սպանությունների, առատությունների, դժբախտ պատահարների եւ այլն, հենց դրա պատճառով է, որ հենց Վեներան մոտ գործելով Կարիճ հայտնվում է 0 աստիճան Կարիճում, որը բռնի մահվան աստիճան է։ Միաժամանակ նաև այդ Մարսն է գտնվելու առաջի աստիճան աղնավորում, նույնպես բռնի մահվան աստիճանում, Սատուրնը, սահմանափակումների մոլորակ չարաբաստիկ Սատուրնը, որը արդեն գիտեք գտնվում է ձկներում 25 աստիճան, ձկներում գտնվում է մարդասպանի աստիճանում եւ նույնպես Սև լուսինը 25 աստիճան Կարիճում գտնվում է մարդասպանի աստիճանում, այսինքն այդ բացասական այդ աստիճանների առատությունը հենց բերում է եւ խորհրդանշում է թե ռուս-ուկրաինական ռազմաճակատում այդ բոլոր լարված զարգացումները, թե դժբախտ պատահարների առատությունը եւ ինքնաթիռի ԱՄՆ-ում վթարվել է ինքնաթիռ, Եվրոպան կարծեմ
ավտոբուս է վթարվել եւ այլն եւ այդպիսի շատ բացական զարգացումներ արդեն դա տեղի է ունենում եւ շաբաթվա ընթացքում կարծում եմ ցավալիորեն կրկին կլինի Եվ ինչ է մեզ տալիս Վեներան կարիճ կենթանակերպում իհարկե կարիճ կենթանակերպում Վեներան բարենպաստ է բոլոր ջրային նշանների համար Եվ անբարենպաստ հրեղեն նշանների համար։ Սիրելի խոյակներ, ձեզ մոտ Վեներան մոտ գործելով կարիչ հայտնում է 8-րդ աստղատանը, 8-րդ աստղատուն էքստրեմալ իրավիճակների տունն է։ Լարված հարաբերություններ է ենթադրում ձեր սիրելիների հետ, ներընտանեկան լարվածությունը կարող է առաջացնել խնդիրներ ֆինանսական ոլորտում եւ այսպես ճգնաժամն ավելի շատ դա ինչ որ դեպրեսիվ վիճակներ կարող է ձեզ մոտ առաջացնել պետք է նաև զգուշ լինել առողջության ոլորտում, հատկապես սեռական առողջության ոլորտում, ուտերուտունը նույնպես կապված է բոլոր բացասական երևույթների հետ կապված, բայց բարենպաստ է ձեր զուգընկերների եւ գործընկերների համար, որոնք ունենալու են եկամուտների աճ, եթե իհարկե զբաղված են գեղեցկության եւ սիրո ոլորտների մեջ։ Սիրելի ցլակներ, դե ցլերի համար շատ անբարենպաստ է, ինչու, որովհետև իրենց ղեկավար Վեներան ընկնում է կարիճում է, ընկած վիճակում է, բարդ վիճակում է, վտարված վիճակում է, այդ այս պատճառով եւ հայտնում է նրանց 7-րդ աստղատանը ցլերի մոտ, որը կառաջացնի մրցակցություն, թամպես 7-րդ տունը դա մրցակցության տունն է, եթե դուք ամուսնացած եք, ապա բարձր հավանականությունը, որ կհայտնվեք սիրային եռանկյունու մեջ, դա նրանց պետք է զգուշանալ, բայց եթե դուք զբաղված եք սիրո եւ գեղեցկության ոլորտում, չգիտեմ, գեղեցկության սրահ ունեք, խանութ ունեք, հագուստի, դա բարենպաստ է, որտեղ հնարավոր է ինչ որ, ասենք, հաջող ապահոված հաճախորդներ ունենաք այժմ կամ համագործակցեք ինչ որ կազմակերպությունների հետ կամ կնոջ հետ ինչ որ կնոջ հետ համագործակցեք, որը ձեզ օգնի զարգացնել բիզնեսը։ Նույնպես հնարավոր է նաև մրցակցության աճ այդ ոլորտներում։ Իհարկե դա կապված է սիրելի ցուլեր ձեր անհատական հորոսկոպից։ Այնպես որ ես խորհուրդ եմ տալիս գա խորհրդատվության, դեպ նոյեմբերը բարդագույն ամիսներից մեկն է ձեզ համար, նաև արեգակն է գտնվում կարիճում ձեր 7-րդ տանը, այսինքն մորակները բոլորը դիմակայում են ձեզ եւ ամենավատ իհարկե սև լուսնի արկայությունն է ձեր 7-րդ տանը, որը ոչ մի բարենպաստ իհարկե զարգացում չի խոստանում։ Եկե համեցեք խորհրդատվության ձեռք բերեք թալիսմաններ սիրելի ցուլեր եւ երկորյակների մոտ Վեներան մոտ գործելով կարիչ հայտնում է 6-րդ աստղատանը 6-րդ աստղատունը կապված է աշխատանքի, առողջության, պատասխանատվության հետ դա բարենպաստ է առողջության ոլորտում ինչ որ դրական փոփոխություններ իրավիճակի լավացում թե խնդիրներ ունեք աշխատանքային ոլորտում եւս բարենպաստ է լավ է նաեւ առօրյա կյանքի ոլորտում որտեղ ձեզ կհայտնվի օգնություն, օժանդակություն որովհետև Վեներան փոքր երջանկության մորակ է եւ թեթևացնում է մեր կյանքը գեղեցկացնում է այն։ Խեցգետիների համար նույնպես բարենպաստ է 5-րդ տանն է հայտնվում Վեներան մոտ գործելով կարիճ եւ այստեղ իհարկե կարիճում 5-րդ տանը լավ է երեխաների համար, լավ է հղիության համար, եթե երկար ժամանակ չեք կարողանում հղիանալ, ապա կլսեք այդ դրական լուրը եւ ամենայն հավանականությամբ աղջիկ ունենաք Վեներան կանաց խորհրդանիշն է լավ է աղջիկ երեխաների համար լավ է սիրո համար եթե դեռ չեք ամուսնացել չեք գտել ձեր երկրորդ կեսին նույնպես բարենպաստ է բիզնեսի համար լավ է առույցների մոտ հայտնվում է 4-րդ տանը սիրելի առույցներ Վեներան 4-րդ տանը խորհրդանշում է դրական զարգացումներ ձեր տան ընտանիքում հնարավոր է ինչ որ ուրախ իրադարձություն ձեր ընտանիքում նշանադրություն հարսանիք կամ կմասնակցեք ձեր ընտանիքում կամ դուք կմասնակցեք ձեր բարեկամների մոտ այդ ուրախ իրադարձություններին երեխայի ծնունդ եւ այլ դրական զարգացումներ Կույսակներ, սիրելի կույսակներ, Վեներան մոտ գործելով կարիչ հայտնում է ձեր 3-րդ աստղատանը, որը խորհրդանշում է կար ճանապարհ, քույրեր եւ եղբայրներ, մոտակա միջավայր, դա շատ լավ է, այսինքն նպաստավոր որ զարգացումներ են սպասվում քույրերի, եղբայրների հետ հարաբերություններում, ձեր մոտակա հարևանների, բարեկամների հետ կապված դրական զարգացումներ
Կարճ ճանապարհների ընթացքում հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ։ Սիրելի կշերքներ, ձեզ համար եւս շատ բարենպաստ է Վեներան կարիճ կենդանակերպ, որտեղ հայտնվում է ձեր երկրորդ աստղատանը, իսկ երկրորդ աստղատունը ֆինանսների տունն է, որը խոստանում է ձեզ ֆինանսական հաջողություն, լրացուցիչ եկամուտների աղբյուրներ, ընդհանրապես եկամուտների աճ, իհարկե շատ մեծ աճ չի լինելու, բայց Վեներան փոքր երջանկության է, Յուպիտերը չէ, բայց այնուամենայնիվ բարենպաստ է, հատկապես եթե դուք զբաղված եք սիրո գեղեցկության ոլորտում, շատ դրական զարգացումներ են սպասում ձեր բիզնեսին։ Սիրելի կարիճակներ, իհարկե դուք այս դիրքի թագուհիներն եք եւ թագավորները, որովհետեւ Վեներան մուտք գործելով կարիճ հայտնում է ձեր առաջի աստղատանը, որը տալիս է ձեզ ուշադրության կենտրոնում եք հայտնվելու, հաճելի եք լինելու միջավայրին, հաճելի եք լինելու մարդկանց, բոլորը ցանկանալու են ձեր հետ շփվել, հենց ձեր ծառայություններից օգտվել։ Մի խոսքով շատ դրական դիրք է, ձեր արտաքին հմանքը եւ գեղեցկությունը շեշտակ է աճել այդ մոգականությունը։ Վեներան կանչում թամփս այդ մոգականությունն է տալիս, ինչ անկրկնելի, անհասկանալի ձգողականություն, մագնիսականություն է առաջացնում։ Սիրելի աղեղնավորիկներ, ձեզ համար անբարենպաստ է այս դիրքը, որովհետև Վեներան հայտնվում է 12-րդ տանը ձեր մուտք գործելով կարիճ եւ ակտիվացնելու է գաղտնի թշնամիներին, թշնամուհիներին, այսինքն այդ բացասական մոգական ազդեցություններն են հնարավոր, ինչ որ գաղտնի ձեզանից ինչ որ անգամ չեք կարող պատկերացնել, որ այդ անձնավորությունը կարող է ձեզ վնասել, բայց նա կարող է վնասել, պես որ զգուշ եղեք նաև առողջական ոլորտում։ Ինչ վերաբերում է այդ եղջյուրների, Վեներան մուտք գործելով կարիճ հայտնում է ձեր 11-րդ տանը, սիրելի այդ եղջյուրիկներ, 11-րդ տունը բարենպաստ է ձեզ համար, բարենպաստ է ձեր երեխաների համար, չափած երեխաների մոտ կարող են ինչ-որ սիրային զարգացումներ լինել, ամուսնություն, նշանադրություն, կիրագործվի ձեր ամենանվիրական երազանքներից մեկ եւ բարենպաստ է օնլայն բիզնեսի համար։ Ջրհոսակների մոտ 9-րդ տանն է հայտնվում Վեներան, որը 10-րդ տանը, կներեք ջրհոսակներ, 10-րդ տանը, որը խորհրդանշում է դրական զարգացումներ ձեր գործնական ոլորտում, հնարավոր ինչ-որ հետաքրքիր գործնական կամ անձնական բնույթի առաջարկությունով, պաշտոննոր աշխատանք։ Ինչ վերաբերվում է ձկներին, ձկների մոտ Վեներան մոտ գործելով կարիճ հայտնվում է 9-րդ աստղատանը, որը խորհրդանշում է արտասահման, հեռավոր, ինչ-որ արտասահմանցու հետ ունեք սիրային կապ կամ համագործակցություն ինչ-որ արտասահմանյան կազմակերպության հետ, որից իհարկե դրական ֆինանսական դիվիդենդներ կստանաք։ Մեկ վայրկյան։ Եվ 4-րդ իրադարձությունը կարևոր աստղաբանական ինչ ենք մենք տեսնում նոյեմբերի 1-ին շաբաթվա ընթացքում Ուրանը նոյեմբերի 8-ին 6:21 րոպե Երևանի ժամանակով անսպասելի փոփոխությունների հեղափոխական Ուրանը մուտք է գործում կրկին ցուրտ կենդանակերպ։ Այսինքն մինչ այդ նա գիտեք որ հուլիսի 7-ից Ուրանը գտնվում էր երկորյակներում եւ արդեն սկսել է փոխել երկորյակների կյանքը, իսկ այժմ նա կրկին վերադառնում է ցուրտ ու բավական երկար ժամանակ մինչև 26 թվականի ապրիլի 26-ը մնալու է ցուրտ կենդանակերպում։ Իհարկե շատ կարճ այսպես 2 աստիճան է անցնելու 27-ից 29 աստիճան ցուրտ կենդանակերպով կանցնի, բայց այնուամենայնիվ իր ազդեցությունը թողնելու է այդ բոլոր տնտեսական ցնցումները կապված կլինեն հենց այդ Ուրանի դիրքի հետ ցուրտ կենդանակերպում։ Իհարկե շատ բազմից անդրադարձել եմ ինչ է նշանակում ընդհանրապես Ուրան մորակը ցուրտ կենդանակերպում այլ կենդանակերպերի համար, շատ այս դիրքը իհարկե ամենաանբարենպաստն է հատկապես օդի նշանների համար, բարենպաստ է հրեղեն նշանների համար, խոյերի մոտ ֆինանսական ոլորտում են այդ փոփոխությունները լինելու եւ կտրուկ փոփոխություններ ֆինանսական ոլորտում,
առույցների մոտ գործնական ոլորտում աշխատանքի հետ կապված, պաշտոնի հետ կապված, այսպես արմատական 180 աստիճանի փոփոխություն եւ դրանք այդ փոփոխությունները տևելու են մինչեւ ապրիլի 26-ը մյուս տարվա, այսինքն մի քանի ամիս է շարունակվելու։ Այդտեղ ջուրների մոտ սիրային ոլորտում իսկ բազմից նշել եմ, որ սիրային ոլորտում անսպասելի զարգացումներ են հնարավոր, այդ թվում նաև երեխայի ծնունդ, ինչ որ անսպասելի հղիություն, անսպասելի սեր, անսպասելի բաժանություն, այդ բոլոր անսպասելին, որը սիրային ոլորտում է, ձեր հետ տեղի կունենա, սիրելի այծեղ ջուրներ։ Ինչ վերաբերվում է Так, ցուլերի չէ, կներեք։ Խոյերի մոտ ասեցինք, որ ֆինանսական ոլորտում, առույցների մոտ գործնական ոլորտում, իսկ աղեղնավորների մոտ կներեք այծեղ ջուրները առաջ ընկան աղեղնավորներից, աղեղնավորները դե հրեղեն նշանների մասին են խոսում, սիրելիներս, ավելի շատ գործնական ոլորտի վրա կազդի, առօրյական ոլորտի վրա կազդի, ընդհանրապես ուրանը 6-րդ տանը քիչ հաճելի պահեր է պարգևում, որտեվ անդադ ցնցումներ աշխատավայրում, տանը առօրյական ձեր զբաղվածությունների հետ կապված առողջությունը կարող է տատանումներ տալ եւ այլն։ Բայց ամեն դեպքում արդեն 7 տարի շարունակ ուրանը գտնվել է ցուլ կենթանակերպում եւ այսպես կրկնություն է լինելու, կամ եթե ինչ որ փոփոխություններ դեր ավարտին չեք հասցրել, ապա օգտագործեք այս ժամանակահատված, այսինքն 25 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 26 թվականի ապրիլի 26-ը, որպեսզի ավարտին հասնեք այդ բոլոր փոփոխությունները։ Իհարկե դիրքը բարենպաստ է նաև հողի նշանների համար, ցուլերի համար, դե ցուլերը մշտապես ցնցումների մեջ են, 7 տարի շարունակ անդադ բնակության վայրի փոփոխություն, անձնական ոլորտում փոփոխություն, աշխատանքային ոլորտում փոփոխություն, առողջության խոսքով կյանքը 7 տարիների ընթացքում ցուլերի մոտ 180 աստիճանով փոխվել է։ Այժմ հատկապես, ուրանը ես ձեզ հիշեցնեմ, որ կանգ կառնի փետրվարի 4-ին 26 թվականի եւ հատկապես այս ընթացքում կազդի այն ցուլերի վրա, ովքեր ծնվել են մայիսի 16-ից 20-ը ընկած ժամանակահատվածում, այդ դրանց վրա, այսինքն եթե դուք չեք հասցրել այդ փոփոխությունները ավարտին բերել, կամ չեք հաշտվել այդ փոփոխությունների հետ, անդադ դիմադրում եք, անդադ խնդիրներ ունեք եւ այլն, ապա պետք է հաշտվեք եւ ժամանակ ունեք այս մի քանի ամիսների հետ ձեր կյանքը այսպես կյանքում արկա այդ բոլոր փոփոխությունները, այդ բոլոր ցնցումները բերել ավարտուն վիճակի, որովհետեւ հետո ուրանը մոտ կգործի արդեն երկորյակներ եւ երկրորդ տանը կգտնվի ձեր սիրելի ցուլեր։ Ցուլերի համար իհարկե ես միշտ ասում եմ պետք է գալ անպայման խորհրդատվության։ Ինչ վերաբերվում է գույսերի մոտ արտասահմանում փոփոխություններ, ճամփորդություններ ավելի կակտիվանան, ինչ որ կրթություն հնարավոր է, բարձրագույն կրթություն, նաև նոր բարձրագույն կրթություն, որտեղ ուրանը 9-րդ տանն է հայտնվում եւ այծեղ ջուրների մոտ ես արդեն ասեցի, դա ուրանը 5-րդ տանն է, այսինքն անընդհատ ցնցումներ, անընդհատ փոփոխություններ սիրային ոլորտում, այդ բոլոր անսպասելի առաջին հայացքից սեր, առաջին հայացքից բաժանություն, անսպասելի հղիություն, այդ վերաբերվում է հենց այծեղ ջուրներին։ Ինչ վերաբերվում է օդի նշաններին, իհարկե ուրանը ցուլ կենթանակերպում անբարենպաստ է օդի նշանների համար։ Երկորյակների մոտ նա հայտնվում է 12-րդ տանը, որը գաղտնի թշնամիների ակտիվություն է բերում եւ թարմպես խառնաշփոթ զարգացումներ, ինչ որ անսպասելի իրավիճակներ։ Ինչ վերաբերվում է ուրեմն կշեռքների մոտ ուրանը ցուլ կենթանակերպում հայտնվում է իհարկե 8-րդ տանը, 8-րդ տունը կապված է էքստրեմալ իրավիճակների հետ, ֆինանսական ճգնաժամի հետ, բայց բարենպաստ է ձեր զուգընկերների կամ գործընկերների ֆինանսական հաջողության համար։ Ջրհոսների մոտ 4-րդ տանն է հայտնվում ուրանը եւ բերում է բնակության վայրի փոփոխություն կարող է տալ, ինչ որ ծնողների հետ կապված խնդիրներ կամ կարող է գնան ուրիշ երկիր ապրեն կամ դուք գնաք իրենցից հեռանաք, այսպիսի զարգացումներ նույնպես հնարավոր են։
Եվ ինչ վերաբերվում է ջրային նշաններին, եկեք ջրային նշանները միանշանակ չի, այստեղ խեցգետինների մոտ 11-րդ տանն է, անսպասելի փոփոխություններ իրենց երազանքների ոլորտում, կարող անսպասելի ինչ-որ երազանք իրականանա, երեխաների հետ կապված զարգացումներ անսպասելի կարող գնան արտասահմանում ուսանեն, այսինքն պատերի չի դա բացասական լինի այդ փոփոխությունները, նաև բանված է օնլայն բիզնեսի համար, եւ շատ լավ է եթե խեցգետիները օգտագործեն աստղաբանությունը, ընդհանրապես էզոտերիկ մեթոդները, որպեսզի հասնեն իրենց նպատակների իրականացմանը։ Կարիճների մոտ պրոբլեմատիկ է ուրանը 7-րդ տանը, դա հատնում է 7-րդ տանը ցու կենթանակերպում, որը բախում է բերում ձեր գործընկերների եւ զուգընկերների հետ, այսինքն կոնֆլիկտները շատանում են, խորանում են եւ պետք է միշտ փոխըմբռնման այդ եզրերը գտնել, այսինքն պետք է հասկանալ դիմացինին մշտապես, որտեվ այլապես կյանքը դժոխքի է վերածվում, որ մշտապես ինչ որ խառնաշփոթ իրադարձություններ են, որոնք բերում են հենց այդ միջավայրը, այսինքն այն մարդիկ, ովքեր ձեզ շրջապատում են։ Եվ մյուսը վերջին ջրային նշանը դա ձկներն են, ձկների մոտ ճամփորդություններ, 3-րդ տանն է ուրանը, կար ճամփորդություններ, նոր ինչ-որ հանդիպումներ, անսպասելի հանդիպումներ, անսպասելի ինչ-որ զարգացումներ, անսպասելի տեղեկատվություն, որը կարող է դրական ազդել ձեր ամբողջ կյանքի վրա, այնպես որ շատ ուշադրություն դարձրեք նշաններին, ուշադրություն դարձրեք այն ամեն ինչ, որ ձեր շուրջը կատարվում, որտեղ դա կարող է օգնել ձեզ խուսափել խնդիրներից եւ հասնել հաջողության, սիրելի ձկնակներ։ Նոյեմբերի 5-րդ իրադարձությունը, սիրելի բարեկամներ, նոյեմբերի 9-ին Երևանի ժամանակով ժամը 23-ին Մերկուրին կապի հեռահաղորդակցության մորակը դառնում է հետընթաց 6 աստիճան աղեղնավորում, Մերկուրին կանգ կառնի Մերկուրին իր հետընթաց շարժի մեջ կվերադառնա այս անգամ կարիճ, դա տեղի կունենա նոյեմբերի 19-ին 7:20 րոպեն Երևանի ժամանակով, իսկ կանգ կառնի Մերկուրին նոյեմբերի 29-ին 20 աստիճան կարիճում եւ մուտք կգործի աղեղնավոր միայն դեկտեմբերի 12-ին թայլային օրը, իսկ ստվերային գոտուց Մերկուրին դուրս կգա միայն դեկտեմբերի 17-ից, այնպես որ այս ժամանակահատվածում, սիրելի բարեկամներ, սկսած նոյեմբերի 9-ից եւ հատկապես մինչեւ նոյեմբերի 29-ը որևիցե նախաձեռնություններ, որևիցե նոր ինչ-որ բիզնեսներ, որևիցե նոր սկզբունքային նոր, եթե դուք արդեն սկսել եք ձեր նոր բիզնեսը, նոր ծրագիր եք ինչ-որ իրագործում, դա կարող եք շարունակել, բայց նոր, այսինքն զրոյից նորը սկսելը դա բարենպաստ չէ, որովհետև շատ կձգձգվի, որովհետև դրական զարգացում կլինի, բայց շատ ուշ կլինի եւ արդեն ձեզ անհրաժեշտ չի լինի այդ ամենը։ Ցանկալի խնդիրներ ճամփորդություններում, այսինքն ուշացումներ, ռեյսերի ուշացումներ, անգամ մենք բավականին մեր ռեյսը բավականին ուշացավ, 4-5 ժամ ուշացանք, որտեվ արդեն այդ հետընթաց Մերկուրի էներգիաները արդեն իսկ նրանք աշխատում են, արդեն նրանք զգացվում են, իհարկե մենք վերադարձանք նոյեմբերի 3-ին, բայց այնուամենայնիվ անգամ 6 օր առաջ հետընթաց Մերկուրիա, այսպես պաշտոնական մեկնարկեց, արդեն տեսնում եք, որ խնդիրներ են առաջանում, դա տրամաբանական է, այսինքն մոլորակը աստիճանաբար է դառնում հետընթաց, մեկ վայրկյանում նա կանգ չի առնում, նա կամաց նրա շարժը դանդաղում է, մինչև որ նա դառնում է հետընթաց, եւ իհարկե վատն այն է, որ աղեղնավորում Մերկուրին թույլ է, Մերկուրին ընկած է, վնասված է, այդ իսկ պատճառով հատկապես այդ ժամանակահատվածում նոյեմբերի 9-ից 19-ը ցանկալի չէ հենց այդ նոր ցանկալի չէ ճամփորդություններ, նոր երկրներ, նոր վայրեր, որտեղ ձեզ անծանոթ է, մի ճամփորդեք, խնդիրներ կարող են առաջանալ ընդհանրապես ճանապարհներին, վթարներ եւ այլն, զգույշ եղեք սիրելի բարեկամներ, երբ մտնի կարիճ, իհարկե ավելի կմեղմանա նրա այդ բացասական ազդեցությունը հետընթաց Մերկուրի, բայց այնուամենայնիվ շարունակվելու է մինչև նոյեմբերի 29-ը։
Եվ հատկապես այս Մերկուրին կազդի սիրելիներս այն աղեղնակարիչներ եւ աղեղնավորների վրա հիմնականում կազդի, այն անձանց վրա կազդի, ովքեր ծնվել են նոյեմբերի 13-ից 29 ընկած ժամանակահատվածում, հատկապես ինքը այսպես ճակատագրական ազդեցություն կարող է ունենալ, այսինքն եթե այդ ժամանակ ծնվածը որոշի ճամփորդել ինչ-որ անհայտ Սինգապուր գնա, այսինքն նա երբեք չի եղել Սինգապուրում, վեր կանա ու գնա պատահական կամ Աֆրիկա գնա կամ ինչ-որ այլ երկիր, որտեղ նա երբեք չի եղել անծանոթ վայր, նա խնդիրներ կունենա։ Փաստաթղթերի հետ կապված խնդիրներ, ուշացումներ, ոչ միայն ռեյսերի, այլ ընդհանրապես ուշացումներ, կապի հետ կապված խնդիրներ, հեռահաղորդակցության հետ կապ, լոգիստիկայի հետ կապված խնդիրներ, դե գիտեք, նաև ցանկալի չէ ինչ-որ բժշկական լուրջ հետազոտություններ անցնել եւ վիրահատություններ անել։ Իհարկե, եթե դա ձեր կյանքին է սպառնում, եթե դուք չանեք, դա այլ հարց է, բայց ցանկալի չէ։ Եթե կարող եք սպասել, պետք է սպասեք, որովհետև սխալ ախտորոշում կարող է ձեզ տրվել եւ սխալ բուժում, որը որ շատ դեպքերում ճակատագրական են եւ մահվան ելքեր են լինում։ Պես որ զգուշ եղեք, բայց սիրելիներս, ես միշտ ասում եմ, ում համար է բարենպաստ իմ հետ ընթաց Մերկուրին, ահա բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են այն ժամանակահատվածում, երբ Մերկուրին հետընթաց է։ Շատ հետաքրքիր դիտարկում, ասեմ, իմ այսպես խորհրդատվական գործունեությունից, երբ որ Մերկուրին լինում է հետընթաց, ինձ գալիս են այնպիսի հաճախորդներ, ում Մերկուրին հետընթաց է։ Եվ հետաքրքիրը մի զույգ եկա մի անգամ, ու երկուսի մոտ էլ Մերկուրին հետընթաց էր, շատ հետաքրքիր, ասում եմ, լավ եք երևի իրար հասկանում, ասեց հա շատ լավ, այսինքն հետընթաց Մերկուրիով մարդիկ իհարկե ունեն փոքր այլ տրամաբանություն, փոքր այլ մտավոր այսպես գործընթացներ այնտեղ այլ են, եւ այդ պատճառով իհարկե եթե ձեր կողքը մի մարդ է, որը հետընթաց Մերկուրի ունի, իհարկե դուք եւ ձեր Մերկուրին նույնպես հետընթաց է, դուք իրար ավելի լավ կհասկանաք։ Այսպիսի դիտարկում, որ շատ հետաքրքիր է։ Ես իհարկե չեմ մանրանա, թե ինչ կնշանակի բոլոր կենդանակերպերի համար, ես այդ ամենի մասին իհարկե պատմել եմ իմ նախորդ վիդեոներում, սիրելի բարեկամներ, շատ ավելի մանրամասն, հետընթաց Մերկուրի ժամանակահատվածում բարենպաստ է ավարտին հասցնել ձեր կիսատ մնացած գործերը, հա դա շատ իդեալական է եւ այդ պատճառով ճակատագրական է, որովհետեւ նոյեմբերը հենց ինչու է ճակատագրական, ռետրո մոլորակների շքերթ Ռետրոմորը 6-րդ կարևոր աստղաբանական իրադարձությունը նոյեմբերի 11-ին մեծր չանկության մորակ Յուպիտերը դառնում է հետընթաց 25 աստիճան, ուրեմն խեցգետնում։ Եվ նա ուրեմն կանգ է առնելու մարտի 11-ին 26 թվականի 15 աստիճան խեցգետնում, այսինքն այդ ընթացքում հետընթաց է, Յուպիտերը հետընթաց է, դանդաղում են բոլոր հասարակական զարգացումները, քաղաքական զարգացումները, ինչ որ կարող է տարբեր ձևով արտահայտվել, այսինքն հնարավոր է ինչ որ մեծ հաջողություն, որը դուք չեք հասցրել իրացնել, դուք դա անեք այս ժամանակահատվածում, այսինքն ոչ միայն բացասական է Մերկուրին, Յուպիտերը հետընթաց, նաև դրական զարգացումներ կարող են, եթե չեք հասցրել այս ամառվա ընթացքում ինչ-որ բաց եք թողել ձեր երջանկության թռչունին, բաց եք թողել, ապա նոյեմբերի 11-ից մինչև մարտի 11-ը կարող եք նրան կրկին բռնել եւ արդեն բաց չթողնել, սիրելիներս, դա շատ հետաքրքիր է, որ նաև Յուպիտերը գարնանը կրկին կանցնի իր փառավորման կետով եւ այդ ժամանակ իհարկե նույնպես կարող եք պատվիրել Յուպիտերի թալիսմանները բոլոր։ Դա արդեն գարնանը։ Այժմ ցանկալի է նույնպես ձեռք բերել Յուպիտերի քարտ թալիսմանը, այժմ ես ձեզ հիշացնեմ, որ ինչու, որովհետև հետընթաց Յուպիտերի ժամանակ ուշանում են բոլոր այդ հասարակական ինչ-որ գործընթացներ, այսինքն փաստաթղթեր եք ձևակերպում, չի ստացվում, ջրընդհատ ուշացման վրա ինչ-որ բարդություններ են տեղի ունենում,
զանազան այլ հարցերով ուզում եք դիմել պատկան մարմիններին, որտեղ Յուպիտերը դա պատկան մարմիններն են ի վերջո, ղեկավար մարմիններն են, պատկան մարմիններն են, չի ստացվում, ուշանում է, տվյալ պաշտոնյան արձակուրդում է, տվյալ պաշտոնյան զբաղված է, տվյալ պաշտոնյան բացակայում է առհասարակ, դա է Յուպիտերը հետընթաց։ Եվ հատկապես նա կազդի այն խեցգետի, իհարկե կազդի հատկապես խեցգետիների վրա, եւ հատկապես կազդի այն խեցգետիների վրա, ովքեր ծնվել են հուլիսի 5-ից 17 ընկած ժամանակահատվածում։ Եվ նրանք այդ խեցգետիները կարող են հենց այդ երջանկության թռչյունը իրենց բռնել երկրորդ անգամ, եթե բաց են թողել ճակատագրի բացառիկ հնարավորությունը։ Յուպիտերը խեցգետնում դա բացառիկ հնարավորություն է տալիս հենց հատկապես խեցգետիներին։ Դրանպես բարենպաստ է բոլոր ջրային նշանների համար, բայց հատկապես խեցգետիների համար շատ բարենպաստ է։ Եվ ինչպես կանդրադառնա այս Յուպիտերի դիրքի շարժի փոփոխությունը մյուս բոլոր կենդանակերպերի վրա։ Խոյերը պետք է ավելի կրկին անդրադառնան, կրկին վերադառնան տան ընտանիքի ծնողների հարցերի լուծմանը եւ կարգավորմանը։ Ցուլերը ավելի շատ պետք է ճամփորդեն, կարճ ճանապարհներ գնան, որի ժամանակ հնարավոր են ճակատագրական հանդիպումներ եւ լավ լուրեր։ Շատ բարենպաստ է երկվրակների համար, եւ երկվրակների մոտ երկրորդ տանը, այսինքն ֆինանսական խնդիրներ, եթե չեք հասցրել ինչ-որ ծրագրեր, ինչ-որ նոր բիզնեսներ, իհարկե նոյեմբերը բաց ենք թողում, բայց մյուս ամիսներում, որտեղ մինչև մարտի 11-ը Յուպիտերը գտնվելու է հետընթաց դիրքում։ Ահա այդ ժամանակահատվածում կարող եք նոր, եթե չեք հասցրել մինչ այդ նոր գործ, նոր բիզնես, նոր եկամուտի աղբյուր ստեղծել, ապա շատ լավ է այդ ժամանակահատվածում ստեղծել։ Իհարկե ամենաբարենպաստը խեցգետիների համար է, բացառիկ հնարավորություններ 12 տարին մեկ են բացվում դրանք։ Առուսների համար բարդ է, ակտիվանալու են գաղտնի թշնամիները, հատկապես գործնական ոլորտում, ինչ վերաբերում է կույսերին 11-րդ տանն է հետընթաց Յուպիտերը, լավ լուրեր, որ ասենք ինչ որ զարգացումներ աչափահաս երեխաների հետ կապված, ասենք անձնական ոլորտում, ինչ որ հարսանիքա հետաձգվել, նշանադրությունը հետաձգվել, ապա այդ բոլորը ավարտին կհասվի հիմա։ Ինչ որ երազանքի իրագործում, որը չի ստացվել, ահա մոտենում էր արդեն ամռանը, որ դուք հասնեիք ձեր ուզածին, չի ստացվել, ապա հիմա արդեն կստացվի, սիրելի կույսակներ։ Ինչ վերաբերվում է կշեռքներին, 10-րդ տանն է մեր Յուպիտերը հետընթաց, դե Յուպիտերը հետընթացը խնդիրներ կառաջացնի կամ ուշացումներ գործնական ոլորտում, աշխատանքի հետ կապված, պաշտոնի հետ կապված, բայց եթե դուք արդեն այս ամիսների ընթացքում, հատկապես 25 թվականի մայիսի վերջից սկսած ինչ որ չեք գտնում աշխատանքային խնդիրներ ունեք, ապա դա կվերանա, այսինքն հնարավորություն կստանաք շտկելու այդ բարդությունները, խնդիրները։ Կարիճների մոտ 9-րդ տան է, շատ բարենպաստ է ճամփորդությունների համար, արտասահմանյան կազմակերպությունների եւ արտասահմանցիների հետ համագործակցելու համար, նոր ուսման, նոր կրթության համար Յուպիտերը բացում է բացառիկ հնարավորություններ բոլոր ջրային նշաններին, հատկապես կարիճներին, ձկներին եւ խեցգետիներին։ Աղեղնավորների մոտ 8-րդ տանն է, 8-րդ տունը դա էքստրեմալ իրավիճակների տունն է, անշարժ գույքի տունն է, այդ ապառիկների, հիպոթեկների տունն է, խնդիրները կարող են լինել կամ ունեցել եք խնդիրներ, կամ չի ստացվել դուք վերցնեք այդ հիպոթեկա, շատ լավ ժամանակ է, եթե նոր եք ուզում վերցնեք, մի արեք նոյեմբերին, որտեղ ընդհանրապես ձեզ համար բարենպաստ չէ հետընթաց Յուպիտերը, եթե արել եք արդեն եւ հիմա շարունակությունը կամ չի ստացվել կամ ավարտին չեք հասցրել, կարող եք անել, իսկ նոր նախաձեռնություն ցանկալի չէ, որտեղ աղեղնավորները հենց Յուպիտերի վերահսկողության տակ գտնվող նշան է եւ եթե Յուպիտերը հետընթաց է, որ անբարենպաստ է համարվում, դա լավ չէ իրենց համար, այսինքն նոր նախաձեռնություններ նոյեմբերի 11-ից մինչև 26 թվականի մարտի 11-ը ցանկալի չէ։
Այդ եղջյուրների մոտ իհարկե 7-րդ տանն է հետընթաց, դա կապված արդեն հիմնական զուգընկերների, գործընկերների հետ փոխհարաբերությունների հետ, հնարավոր ինչ որ խնդիրներ ունենա կամ վերաիմաստավորեք ձեր փոխհարաբերությունները ձեր գործընկերների կամ զուգընկերների հետ, կամ ինչ որ փնտրում եք ձեր երկրորդ կեսին չեք կարողացել, ահա այդ ժամանակահատվածը ավելի նոր հնարավորություններ կընձեռի ձեզ գտնելու համար։ Ջրհոսների մոտ 6-րդ տան է Յուպիտերը դառնում հետընթաց, որը կապված է աշխատանքի, պատասխանատվության, առողջության հիվանդությունների հետ ու շատ լավ է, եթե խնդիրներ կան աշխատանքային ոլորտում չեք հասցրել լուծեք, առողջության հետ կապված հնարավոր է զգալի բարելավի։ Մի խոսքով ջրհոսների համար շատ լավ է նաև ձկնիկների համար, 5-րդ տանն է Յուպիտերը հետընթաց, եթե չեք հասցրել սիրո, գեղեցկության, հաճույքների ինչ որ ոլորտում մի բան իրականացնել, ասենք օրինակ չի ստացվել հղիություն, ապա այս ժամանակահատվածը շատ բարենպաստ է դրա համար։ Լավ է երեխաների համար, ընդհանրապես ձկների համար, ինչպես եւ աղեղնավորների համար անձամբ Յուպիտերը հետընթաց բարենպաստ չէ, որտեվ երկուսն էլ գտնում են Յուպիտերը ազդեցության տակ, բայց եթե դուք ինչ որ ընթացքի մեջ է գործը չի ստացվում, ապա հնարավոր կրկին հնարավորություն գտեք, կրկին փորձիր լոտոյի մեջ, այդպիսի էֆեկտ է տալիս հետընթաց Յուպիտերը։ 7-րդ կարևոր իրադարձությունը նոյեմբերը փոքր երկար է ստացվում, բայց շատ են աստղաբանական իրադարձությունները նոյեմբերի, շատ կարևոր ինֆորմացիաներ ունեմ, այնպես որ ասած բոլոր գործերս մի կողմ դրած, ես որոշել եմ այսօր նվիրել հենց նոյեմբերի բոլոր այդ նյուանսներին, բոլոր այդ նրբություններին, դա շատ կարևոր է, որ վճռական ամիս է, տարվա վճռական ամիսներից մեկն է։ Նոյեմբերի 20-ին տեղի կունենա նորալուսին, սիրելի բարեկամներ, նոյեմբերյան նորալուսինը երևն ժամանակով 10:47 րոպե 28 աստիճան կարիճ կենդանակերպում։ Եվ սա իհարկե արդեն այսպես կարիճի բոլոր էներգիաների խտացումն է լինելու, անբարենպաստ է նախ հրեղեն նշանների համար, խոյերը ստրեսներ են տանելու, առյուծների մոտ տան հետ կապված, ընտանիքում անախորժություններ կարող է լինեն եւ աղեղնավորների մոտ կարող են ակտիվանալ գաղտնի թշնամիները կամ նոր գաղտնի թշնամիների հայտ գան, որովհետեւ նորալուսինը նոր էներգիաներ է առաջացնում այն ոլորտում, որտեղ այն տեղի է ունենում։ Մի փոքր լարված կանցնի նաև ցուլերի համար, ինչ որ նոր երկրպագու կարող է ձեր մոտ առաջանալ, սիրելի ցուլեր, բայց դա խնդիրներ կարող է առաջացնել նախորդ երկրպագուների հետ, այնպես որ զգուշ եղեք։ Կույսերի համար, կույսերի մոտ 3-րդ տանն է, այսինքն ինչ որ նոր լուրեր, լավ տեղեկատվություն, կարևոր լուրեր, որ դուք վաղուց սպասում եք, կարևոր հանդիպում, որը վաղուց դուք սպասում եք, տեղի կունենա նոյեմբերի 20-ից հետո։ Ինչ վերաբերվում է այդ եղջյուրների մոտ, ես աղեղնավոր այդ եղջյուրների մոտ կարևոր երազանք իրագործվի, բարենպաստ է այդ եղջյուրների համար այս նորալուսինը, ինչ վերաբերվում է ուրեմն օդային նշանների մոտ բարեխառն է, երկուրակների մոտ նոր աշխատանք, նոր պատասխանատվություն, կշերքների մոտ նոր ֆինանսական աղբյուրներ, բարենպաստ է, ջրհոսների մոտ նոր պաշտոն, նույնպես նոր աշխատանք, բարեխառն է եւ բարենպաստ է։ Բոլորին կարծես թե ասեցի, եւ մոռացա իհարկե ջրի նշաններին, իհարկե ամենաբարենպաստը այս նորալուսինը կանդրադառնա ջրի նշանների վրա, խեցգետինների վրա, նոր սեր, նոր երջանկություն, հնարավոր է նոր թորնիկ, ինչ վերաբերում է կարիճներին, դա առաջի տանն է, նոր հմայք, նոր ձգողականություն, նոր հարաբերություններ, նոր միջավայր, շատ հավանական է։ Եվ ձկների մոտ 9-րդ տանն է այս նորալուսինը, նոր ճամփորդություններ, նոր կապեր արտասահմանյան կազմակերպությունների հետ, արտասահմանցիների հետ, նոր ուսում, մի խոսքով նոր, բոլորը նոր։
Եվ սիրելի բարեկամներ 8-րդ իրադարձությունը նոյեմբերի, դա նոյեմբերի 22-ին Երևանի ժամանակով 5:35 րոպեին Արեգակը մուտք կգործի Աղեղնավոր, որտեղ նա կմնա մինչև դեկտեմբերի 21-ը։ Դե իհարկե Արեգակը Աղեղնավորում խիստ բարենպաստ է բոլոր հրեղեն նշանների համար, ինչպես խոյերի, այնպես էլ առյուծների, հատկապես խոյերի համար արտասահմանյան ճամփորդությունների կամ ինչ-որ համագործակցության համար լավ է, առյուծների սիրային ոլորտի համար լավ է, իսկ աղեղնավորները լինելու են այսպես ուշադրության կենտրոնում, աճելու է նրանց գրավչությունը, քանի որ նրանց ամիսն է սկսում, ես շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր ծնվել են նոյեմբեր ամսվա ընթացքում, եւ կարիճիկներին, եւ աղեղնավորներին, եւ մաղթում ամենայն բարիք, թող այս կյանքում կատարվի այն ամենը, ինչ որ դուք երազում եք, եւ լավագույն ձևով կարգավորվեն ձեր բոլոր հարցերն ու խնդիրները, սիրելիներս։ Աղեղնավորները նրանց էներգիան կաճի, այսպես ավելի դրական ինչ-որ զարգացումներ, դրական էմոցիաներ, որտեվ արդեն սկսվում է նոր սոլար շրջան, այսինքն այդ ծննդյան օրերն են սկսում, հա, աղեղնավորների նոյեմբերի 22-ից հետո։ Բարդ է իհարկե այս դիրքը աղեղնավորում, բարդ է հողային նշանների համար, ցուլերը ստրեսներ կտանեն, նաև ֆինանսական խնդիրներ կունենան այս ընթացքում, կույսերը հիմնականում խնդիրներ կունենան իրենց ընտանիքում, տանը, ծնողների հետ կապված, իսկ այծեղջյուրները գաղտնի թշնամիներ, որտեվ այծեղջյուրների մոտ նոյեմբերի 22-ից հետո մինչև դեկտեմբերի 21-ը սկսում է ստվերային գոտին, եւ նրանք էներգիա չեն ստանում եւ բնականաբար խնդիրներ կունենան։ Բարի խառն է ուրեմն օդի նշանների համար, այս դիրքը երկորյակները խնդիրներ կունենան իրենց զուգընկերների եւ գործընկերների հետ, կշերքների մոտ նոր ծանոթություններ են սպասվում եւ հետաքրքիր լավ տեղեկատվություն, որ իրենց կօգնի, իսկ ջրհոսների մոտ երազանքների իրականացում, օնլայն բիզնեսի հետ կապված ակտիվացում ամենաբարենպաստը մի խոսքով ջրհոսների համար է։ Նաև, այսինքն եւ ջրհոսների համար եւ հրեղեն նշանների համար, աղեղնավորների, առյուծների եւ խոյերի համար։ Ինչ վերաբերվում է ջրային նշանների համար իհարկե նույնպես բարեխառն է, խեցգետինների մոտ նոր աշխատանք, ինչ որ առողջական խնդիրներ կարող լինեն, բայց պետք է զբաղվել այդ ամենը 6-րդ տունն է, նոր պատասխանատվություն։ Կարիճների համար շատ բարենպաստ է, որովհետև երկրորդ տանն է Արեգակը հայտնվում, որը նշանակում է եկամուտների նոր աղբյուրներ, նոր ֆինանսական հոսքեր եւ այլն, հատկապես արտասահմանից, որտեղ աղեղնավորը կապված է հենց արտասահմանի հետ։ Եվ վերջապես ձկնիկների համար լավ է, 10-րդ տանն է հայտնվում Արեգակը, լավ է աշխատանքի համար, պաշտոնի համար, հնարավոր է նոր ինչ-որ հեռանկարային առաջարկություններ, մի խոսքով ձկների մոտ կարծես թե ամեն բան լավ է։ Իհարկե բացառությամբ այն հանգամանքի, որ Սատուրն ու Նեպտունը կրկին գտնվում են ձկներում։ Բայց այնուամենայնիվ նոյեմբերը բարենպաստ ամիս է փաստորեն ձկների համար։ Չեմ ուզում շատ չարաշահել ձեր ուշադրությունը, սիրելի բարեկամներ, արդեն խոսում եմ 1 ժամ 26 րոպե, բայց պետք է անպայման նաև անդրադառնամ շատ կարևոր մի հանգամանքի, սև լուսինը շարունակում է գտնվել կարիճ կենդանակերպում եւ նոյեմբերի ընթացքում կանցնի կարիճի 24-ից 27 աստիճանները, որը հատկապես կազդի այն կարիճների վրա, ովքեր ծնվել են նոյեմբերի 15-ից 20 ընկաջամանակահատվածում, բոլոր ասպեկտներով նրանց մոտ խնդիրներ կլինեն, որովհետև դա նրանց սոլար ժամանակահատվածում, արեգակնային վերադարձի ժամանակ տեղի կունենա արեգակի միացում է սև լուսնի հետ, մութ ուժերը բացական իրենց ազդեցությունն են ունենալու, դա կարող ազդել ինչպես առողջության, այնպես էլ ընդհանուր էներգետիկայի վրա, հաջողության վրա եւ այդ կարիճներին հատկապես ես հրավիրում եմ խորհրդատվության, որպեսզի հասկանանք ինչպես պաշտպանվել, որտեղ սև լուսինը կարող է շատ անկանխատեսելի հետևանքներ բերել ձեր կյանք։
Եվ հետաքրքրականը նրանումն է կանում, սիրելի բարեկամներ, որ նոյեմբերի ընթացքում իհարկե մուրակները աստիճանաբար շարժվելով, մտնելով կարիճ, նրանք միանալու են այդ սև լուսնի հետ։ Առաջինը սև լուսնի հետ կմիանա արեգակը նոյեմբերի 18-ին 26 աստիճան կարիճում։ Այնուհետև հետընթաց Մերկուրին 21-ի նոյեմբերի նույնպես կմիանա սև լուսնի հետ եւ վերջում արդեն նոյեմբերի 28-ին Վեներան, սիրով գեղեցկության մորակը նույնպես կմիանա սև լուսնին 27 աստիճան կարիճում։ Նու դա նշանակում է, սիրելիներս, նախ այդ ընթացքում ծնված կարիճները, նոյեմբերի 15-ից 20-ը ծնված կարիճները, նրանց սոլար քարտեզներում, այդ տարվա կանխատեսումներում լինելու են այդ միությունները, որը որ շատ անբարենպաստ է սիրային ոլորտի համոտ Վեներան սիրային ոլորտի հետ է կապված։ Ընդհանրապես կյանքի արեգակը եւ առաջիտունը դա բոլոր կյանքի ոլորտներին է վերաբերվում, ձեր էներգետիկայի, ձեր հաջողության, ձեր գործնական ոլորտի, ձեր անձնական ոլորտի, ընտանեկան այդ բոլոր ոլորտները հարցակման տակ է լինելու սև լուսնի կողմից։ Եվ կարող եք դուք վատ անձնավորություն, վատ մարդկանց հանդիպել, որոնք հենց այդ սև կամ այսինքն կկրեն այդ բացական ազդեցությունները եւ այդ բացական ազդեցությունները ձեր վրա կփոխանցեն էներգետիկական վամպիրներ, թուղթ ու գիր արած, չգիտեմ, տարբեր մարդիկ, հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ, դուք կարող է հանդիպեք այդպիսի մարդկանց, դրա համար պետք է պաշտպանվել, սիրելի կարիճներ, որպեսզի դա տևական չլինի եւ ձեր կյանքը չվնասի, ձեր առողջությունը, ձեր բարեկեցությունը եւ այլն որ չվնասի, որովհետեւ շատ հավանական է սև լուսինը Վեներայի հետ դա թուղթ ու գիր է, այսինքն կարող է դա անպարտադիր չի, որ դա ձեր վրա արվածին, դա կարող է ձեր ամուսնու վրա անեն, դա կարող է անեն ինչ-որ ձեր երեխաների վրա, ինչ-որ բացասական այդ ազդեցությունները ձեր միջավայրի վրա կարող են անդրադառնալ եւ այնպես որ պետք է պաշտպանվել, պետք է մաքրվել անպայման, հետ վերաբերում է այն կարիճներին, ովքեր ծնվել են նոյեմբերի 15-ից 20-ը, բայց իհարկե բոլոր կարիճները կազդվեն այդ սև լուսնի բացասական ազդեցություններից։ Իհարկե կապված է թե որ աստղատնով ձեր անհատական հորոսկոպում կտարանցի սև լուսինը, բայց մինչև դեկտեմբերի 10-ը ամեն դեպքում սև լուսինը գտնվելու է կարիճ կենդանակերպում։ Պես որ պետք է շատ զգուշանալ նրա այդ բացասական ազդեցություններից եւ իհարկե ուզում եմ նաեւ շեշտել, որ նոյեմբերի 18-ից 28-ը հատկապես անբարենպաստ են ամուսնությունները, որովհետեւ եւ սև լուսինը եւ Մերկուրին եւ Վեներան միանալու են սև լուսնի հետ, եթե դուք ամուսնանաք այդ ժամանակահատվածում, այդ 18-ից նոյեմբերի 28-ը, նամանավանդ հետընթաց է լինելու նաեւ Մերկուրին, դա շատ բացասական կերպով կազդի ձեր համատեղ կյանքի վրա, կարող է ինչ-որ խնդիրներ առաջանալ այդ սկեսրոջ հետ, սկիսուրների, սկիսրարների, ընդհանրապես տարբեր խնամիների միջև այդ խնդիրները ավելի կխորանան, եթե կան իհարկե այդպիսիները, երեխաների վրա կարող անդրադառնալ, այնպես որ ես ձեզ հորդորում եմ այդ օրերին զերծ մնալ ամուսնությունից։ Նու դուք կարող եք ինչ-որ իհարկե եթե այլ տարբերակ չկա, հաշվել բարենպաստ օր, բարենպաստ ժամ, դա արդեն պետք է դիմեք խորհրդատվության։ Եթե այլ ընտրանք այսպես չունեք, հաճախակի ասում են մենք այլ ընտրանք չունենք, մենք այլ օր չունենք, դե դա արդեն ձեր պատասխանատվության տակ է, հետագայում կրելու եք այդ բոլոր բացական ազդեցությունները։ Ամեն դեպքում կարիճը շատ այսպես երկակի նշան է, շատ հետաքրքիր նշան է ամուսնության համար։ Ես ընդհանրապես կարիճ կենդանակերպում խորհուրդ չեմ տալիս ամուսնանալ, ինչու, որտեվ շատ հաճախ, ես չեմ ասում, որ միշտ, բայց շատ հաճախ արդեն ես քաղի է լինում աղջիկը։ Դե դա հիմա շատ, այսպես ասած, անշառ այսպես դրսևորում է, բայց այնուամենայնիվ դա նու գոնե սպասեք մինչև
Մերկուրին կանգ առնի, սկսվի աղենավոր, այսպես ավելի բարենպաստ կլինի դեկտեմբերին ամուսնացել։ Բայց ամեն դեպքում ցանկալի հաշվարկել ամուսնության օրը, թե ուզում եք երջանիկ, երկար, այսպես պտղաբեր համատեղ կյանք ունենաք։ Ահա այսքան է, սիրելի բարեկամներ, այն մասին, թե ինչ է մեզ սպասվում նոյեմբեր ամսվա ընթացքում, անպայման բաժանորդագրվեք Աստղային խորհրդատու Աննե Հաղվերդյանետի YouTube-յան ալիքին, բաժանորդագրվեք նաև Աստրոմագիա եւ Թալիսմաներին երկրորդ YouTube-յան ալիքին, մոգական YouTube-յան ալիքին։ Կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում եւ գրեք մեկնաբանությունում, թե ինչպես են իրագործվում իմ կանխատեսումները անձամբ ձեզ համար։ Կհանդիպենք, ցտեսություն։